Բարև բոլորին, դուք միացել եք Self-Discovery in Armenian կամ ինքնաբացահայտումը հայերենով ոդկասթի եւ այսօր խոսել եմ Այդա Խզրցյանի հետ։ Այդան սննդային վարքի խանգարման մասնագետ է, ով համատեղում է հոգեբանությունը, գիտական հիմքը եւ անձնական փորձը։ Այդան աշխատել է եւ օգնում է եւ օգնել է տարբեր մարդկանց դուրս գալու դիետաների եւ սննդի հետ կապված մշտական խնդիրներից եւ ստեղծելու ավելի անվտանգ եւ առողջ կապ սննդի եւ մարմնի հետ։ Այդան այժմ նաև գործունեություն է ծավալում եւ ստանում է իր մագիստրոսական կրթությունը հոգեբանության եւ նյարդագիտության ոլորտում եւ այսօր իհարկե խոսելու ենք հենց սննդային վարքի խախտումների եւ սննդի հետ կապված տարբեր թեմաներից։ Այդա ջան, դու բնականաբար կարծում եմ քեզ շատերը ճանաչում են եւ գիտեն թե ինչքան մեծ գործունեություն ես ծավալել սոցհարթակներում այս թեմայի մասին խոսելու, բայց կուզեմ նաև խոսենք այսպես ամենապարզ բանից սկսենք, ինչպես հասկանալ կամ ինչպես իմանալ, որ ինչ-որ մեկը ունի սննդային վարքի հետ կապված խախտում։ Նախ շնորհակալ եմ Գրետա ջան հրավերի համար եւ շնորհակալ եմ, որ նման հարթակ է ստեղծել եւ իսկապես ինքնաբացահայտումը կարծում եմ ամենակարևոր ոլորտներից է մեր ինքներս մեզ ավելի ներս գնալու մեր մեջ եւ ինքնաբացահայտվելու եւ այս հարթակը իրականում շատ տեղին է արժանանում, այնպես որ շնորհակալ եմ եւ ինչ վերաբերում է սննդային վարքին եւ թե ինչպես հասկանանք մենք ունենք սննդային վարքի խանգարում կան արդյոք առհասարակ խնդիրներ, եկեք մի փոքր հասկանանք ինչ է սննդային վարքի խանգարումը, որովհետեւ հաճախ լսում եմ, որ այսպես օգտագործվում է այդ տերմինը առանց իսկապես հասկանալու թե դա ինչ է իրենից ներկայացնում։ Սննդային վարքի խանգարումը հոգեկան կամ մտավոր խանգարում է եւ ինչքան էլ որ վախենալու է հնչում այդ տերմինը, հա, հոգեկան խանգարում, մտավոր խանգարում, բայց ինչ է մտավոր կամ հոգեկան խանգարում իրենից ներկայացնում, երբ մեր դատողությունը, մեր այսպես ճանաչողականությունը կամ մեր զգացմունքայնությունը արտահայտելու ձևը, մեր վարքը ինչ որ կերպով խանգարված է, այսինքն նորմայից կամ ինչ որ հայտնի է որպես առողջ, դրանից շեղված է։ Սննդային վարքի խանգարումը եւս նման այսպես իրավիճակ է, երբ օրինակ, հա, մարդիկ անընդհատ մտածում են սննդի մասին, ունեն կախվածություն սննդի ինչ որ տեսակներից, հայտնավոր կախվածություն, որովհետև կախվածություն որպես այդպիսին չի ձևավորվում, բայց շատ նման զգացողություն է, օրինակ քաղցրից կամ տարբեր սննդի տեսակներից։ Գերսնման եւ զսպման շղթայի մեջ է մարդ իրեն գտնում, երբ զսպում է ինչ-ինչ պատճառներով կամ ինչ-ինչ մեթոդներով, դիետաներով, մինչև տարբեր այսպես առողջ սննդի տակ թաքնված մեթոդիկաներով, եւ հետո դրան հետևում են գերսնումները, երբ մարդուն թվում է, որ ինքը չի կարող ինքնակառավարել, թվում է, որ քո փոխարեն ինչ որ մեկն է, ով որ որոշումներ է կայացնում եւ կարծես թե դու ձայն չունես այդտեղ։ Երբ մենք անընդհատ կախված ենք մեր կիլոգրամներից, մեր արտաքին տեսքից, կշեռքը մեր այսպես մտերիմ ընկերն է, ամեն օր մենք պարտադիր պետք է կշռվենք հաճախ օրը 2 անգամ եւ մեր ուղեղը չունի տարածք կյանքի այլ բաների մասին մտածելու, վայելելու, մենք անդադար այդ թեմայի մեջ ենք։ Եվ սննդային վարքի խանգարման տեսակները իրականում տարբեր են, այսպես հիմա շատ չեմ ուզում միգուցե եթե կարիք լինի խոսենք դրա մասին, բայց տեխնիկական կողմի մասին շատ խոսել, բայց ամեն դեպքում ունենք սննդային վարքի խանգարման մի շարք տեսակներ, բայց դրա սպեկտր է, այսինքն պարտադիր չի լինի ախտորոշված սննդային վարքի խանգարում, որ ուշադրության արժանանալու կարիք լինի, միգուցե մարդ ուղղակի զգում է, որ իր ուղեղը, ինչպես նշեցի, անդադար տարված է սննդի մասին մտածելով եւ դա չի թողնում, որ ինքը լիարժեք մյուս ոլորտների վրա ուշադրություն դարձնի, արդեն կարեւոր է այդտեղ ուշադրություն դարձնել։ Եվ ինձ թվում է հաճախ մարդիկ մանավանդ մեր մշակույթում կոծկում են սննդային վարքի խնդիրները կամ խանգարումները, ինչու են խնդիրներ, որովհետև խանգարում էլի եմ նշում, երբ որ ախտորոշված է, իսկ ախտորոշվելու համար հատուկ ձեռնարկ կա, որը ունի այսպես պրոտոկոլներ, ըստ որի ախտորոշվում են ցանկացած հոգեկան խնդիրներ, բայց երբեմն մեր մշակույթում կարող են դա վերագրել որպես դե բկլիկ եմ, կամքի ուժ չունեմ, կամ կողքից մարդիկ ասում են լավ, ինչ ես խորացել, շատակեր ես ընդամենը, բայց դա այդպես չի։ Եվ կարևոր է այս հարցի մասին խոսել, ինչքան էլ որ հաճախ դա ամոթի շուրջ է երբեմն լինում, որովհետև ես ինքս երբ անցնում էի այս ճանապարհը, շատ ամաչում էի այս խնդրից, որովհետև դեռ ոչինչ չգիտեի ու մտածում էի, որ մեծ հասուն մարդ եմ, արդյոք ուտելիքը այդ աստիճան պետք է իմ կյանքի ամեն ոլորտի վրա ազդի, բայց դա իրականում այդպես է։
Այսինքն կարող ենք ասել, որ սննդային վարքի խախտումը հենց հոգեբանական խնդիր է հիմնականում, հա, այդպես ենք Այո, ասում։ հոգեկան մտավոր խնդիր է Մհմ, եւ կապ ունի եւ հոգեբանության հետ եւ մեր նյարդաբանության հետ, այսինքն ինչ վիճակում են գտնվում մեր նյարդային համակարգը ինչ վիճակում է գտնվում մեր վարքի հետ, որովհետեւ հաճախ մենք միգուցե այսպես ունենք արդեն ձևավորված վարք, որը որ ձևավորվում է մեր ուղեղում նեյրոնային կապանքների շնորհիվ, հա, օրինակ, չգիտեմ, ամեն երեկո բացել սառնարանի դուռը եւ ինչ որ քաղցր բան փնտրել։ Այդտեղ արդեն վարքային խնդիր է գալիս եւ ֆիզիկական, որովհետեւ հաճախ սննդային վարքի խանգարումը իհարկե արտահայտվում է նաեւ այլ միգուցե կլինիկական խնդիրներով, կլինի այսպես հորմոնալ փոփոխություններ, կլինի մեր հագեցվածության եւ այսպես քաղցի հորմոնալ խախտումներ, մեր լեպտին ու գրելինը, որոնք պատասխանատու են հագեցվածության եւ քաղցի, այսինքն տարածվում է հիմնականում ես ինքս սիրում եմ այս 4 ճյուղերով աշխատել, մեր ֆիզիկական առողջության, հոգեբանական առողջության, նյարդային առողջության եւ իհարկե վարքի շուրջ, որովհետեւ այս 4-ն էլ շատ կարեւոր հիմք են հանդիսանում։ Շատ կարևոր, մի հատ շատ հետաքրքիր բան ասացիր, վարքի հետ կապված, սովորության հետ կապված, որովհետև շատ հաճախ ինձ թվում է մենք կարծում ենք, որ մեր որևիցե մի սննդային վարքի հետ կապված գուցե խնդիր, որ մեր կարծիքով խնդիր է, դա գալիս է ինչ որ շատ լուրջ հոգեբանական հիմքեր ունի եւ այլն, բայց միգուցե հենց ուղակի սովորություն է, այսինքն մի բան, որ ամեն օր արել ես եւ արդեն սովորության ուժով ուզում ես անել։ Կան ինչ որ մեխանիզմներ կամ գուցե ինչ որ մի գործիքակազմ, որ մարդ կարող է հասկանա, թե արդյոք իր սննդային վարքի հետ կապված կամ սննդի հետ հարաբերությունների լինելը դա ավելի շատ հոգեբանական է, ավելի շատ այդ քո ասած ֆիզիկական, որ գուցե ինչ որ միկրոէլեմենտների պակասությունից է կամ հորմոնալ դիսբալանսից է կամ գուցե հենց սովորություն է։ Էլի շատ ճիշտ կողմից մոտեցար հարցին, ինձ թվում է նախ պետք է մենք համապարփակ այսպես յուրաքանչյուր կողմից աշխատենք, բայց դրա համար մասնագետի օգնությունը այստեղ պետք է գալիս, որ միասին հասկանանք նախ որտեղ է խնդիրը թաքնված, եթե հիմա խոսում ենք սուտ վարքային խնդրի մասին, որը շատ ակտուալ է, որովհետև չի սկսում վարքային դրսևորումներով, սկսում է այստեղ մեր էմոցիոնալ տատանումների պատճառով, դե հաճախ պատճառը լինում է առհասարակ այդ դիետաների մշակույթը, որից կխոսենք, բայց ինչ պատճառով ձևավորվում է սննդային վարքի խանգարումը, ձևավորվում են դրա հետ արդեն սովորություններ եւ այո, դա տպագրվում է մեր ուղեղում որպես ինչ որ վարքային դրսևորում։ Եվ մեր ուղեղը գործում է այսպես շատ կարևոր մեխանիզմով, ինքը ուզում է մեզ մշտապես պաշտպանի, երբ մենք մի բան շարունակաբար անում ենք, մեր ուղեղի համար թվում է, որ դա ստեղծված է մեզ համար կարևոր երևույթ է եւ օրինակ ամեն երեկո եթե ծնող եք երեխաներին քնեցնելուց հետո ինչ որ քաղցր բան ուտելը, դա քեզ պետք է, դա քեզ պաշտպանում է, ուղեղին այդպես է թվում, որովհետեւ մենք այնքան ենք նույն բանը արել եւ ինքը այսպես մեզ դրթում է, հա, դրան։ Դրա համար շատ կարեւոր է նախ գիտակցելը, հասկանալը, որ խանգարումների ժամանակ մենք կարծես թե երկու անձի ենք բաժանվում։ Մենք ունենք մեր առողջ տեսակը, մեր ներսում նստած, ով որ շատ գիտակից է, ով որ կարող է միգուցե կողքիններին հեշտությամբ խորհուրդ տալ, եւ մենք ունենք մեր ներսի անառողջը։ Եվ պետք է նախ հասկանալ, որ երբ որ այդ ազդակը ստանում եմ, այդ իմպուլսը ստանում եմ, դա ենթադրաբար իմ անառողջ կողմից է, նախ կարևոր է այդ տարանջատումը հնարավորինս տալ, եւ հետո իհարկե որոշ տեխնիկաներ կան, օրինակ տեխնիկաներից մեկը շատ սիրում եմ օգտագործել եւ իրականում շատ օգնում է, հետաձգումն է։ Այսինքն դու քո ուղեղին ասում ես, ես, օքեյ, ուզում եմ քաղցր ուտեմ, արդյոք նախ ֆիզիկապես քաղցած եմ, արի ես բոլորը այն կողմ դնենք, որ մարդը ֆիզիկապես քաղցած չի, հասկանում է, որ դա ընդհանրապես իմպուլս է ուղեղից եկող։ Ասում է հետաձգում եմ, հիմա չեմ ուտի, կուտեմ 30 րոպեից հետո։ Կարող է եթե 30 րոպեն շատ վախենալու է հնչում, մարդը սկսի 15 րոպե հետաձգելուց եւ ավելի քան հաճախ այդ իմպուլսը վերանում է։ Ինչպես ցանկացած իմպուլս, երբ մենք չենք արձագանքում, մենք չենք սնուցում իմպուլսին, եւ օրինակը սիրում եմ վերել քորի օրինակով, երբ որ մեր ձեռքը կամ ինչ որ տեղը քոր է գալիս, եթե մենք չքորենք, ոչ մի քոր հավերժ չի, այդ քորը անցնելու է։ Եվ եթե մենք իմպուլսին հենց այդ պահին չենք արձագանքում, ինքը հաճախ անցնում է։
Իհարկե, չեմ ասում, որ մշտապես մենք լինելու ենք կարողանալու ենք հաջողությամբ իմպուլսներ այդպես վերացնել, որ այդպես հեշտ լիներ, ընդհանրապես հետաձգելով կլիներ, բայց գոնե մենք 30 րոպեից հետո արդեն լինում ենք մեր գիտակից, մեր առողջ եսն է ավելի առաջ գալիս, որովհետև մենք այդ իմպուլսի տակ չենք անում որոշումը եւ միգուցե այսպես գիտակից որոշում ենք կայացնում, որ it's okay, ոչինչ, ուշ է, միգուցե չէի նախատեսել, միգուցե իմ մարմնին այս պահին չի ծառայելու ամենախելամիտ որոշումը չէ, բայց ես այդ որոշումն եմ կայացնում եւ պատասխանատվություն եմ կրում այդ որոշման համար։ Դրա համար եւ մի օրինակ էլ էստեղ բերեմ, էլի ովքեր որ ծնողներ են կհասկանան, երբ որ երեխան գտնվում է այսպես էմոցիոնալ շատ ակտիվ ֆոնում, հա, երբ որ ինքը օրինակ գետնին լաց է լինում, գոռում է, որովհետև ինչ որ մի բանից դժգոհ է, ինչ որ մի բան ունի, որը որ միգուցե այդպես է արտահայտվում, երբեք այդ վիճակում մենք չենք կարող երեխայի հետ բանակցել, այսպես խոսել, չէ, պետք է երեխան հանգստանա նոր։ Եվ մեր ուղեղն էլ է այդպես, երբ որ իմպուլս է գալիս, մենք չենք կարող ենթադրել, որ կարող ենք միանգամից այդպես իմպուլսին չարձագանքել։ Մեզ պետք է տանք ժամանակ այդ ինչպես նշեցի հետաձգումը, որը կարող ենք նաև համեմել ինչ որ ֆիզիկական շարժմամբ, որովհետև երբ որ մենք փոխում ենք մեր ֆիզիկական դիրքը, եթե իմպուլսը ունեցել ենք, օրինակ, երբ մենք գալիս ենք եւ նստում ենք բազմոցին հյուրասենյակում, մի հատ վեր կենանք, եթե ունենք պատշգամբ, գնանք պատշգամբ, մի հատ քայլենք մի փոքր, որովհետև դա իսկապես մեր ուղեղի այդ իմպուլսը սկսում է թուլացնել ու աստիճանաբար վերանում է դա։ Հետաքրքիր էր։ Ուրեմն սովորության դեպքում, եթե մենք ունենք ինչ-որ մի ձևավորված սովորություն, գուցե այդ երբ որ իմպուլսը առաջանում, այդ սովորությունը կրկնելու, գուցե հետաձգման ձևով, այսինքն հետաձգելով այդ գործողությունը անելը, ես օրինակ իմ վրա էլ զգացել եմ, որ դա շատ հաճախ օգնում է իսկապես, իսկ մյուս կողմից հնարավոր է օրինակ այդ սովորությունը փորձել փոխարինել մեկ այլ բանով, որ այսպես ասած այդ ինչ որ տեսակի բավարարվածություն, որը որ սնունդի միջոցով է ստանում, երբ սովորություն ունես, օրինակ նույն հեռուստացույց դիտելուց շատերս ունենք սովորություն ինչ որ մի բանով զբաղվելու կողքից, դա փոխարինել ինչ որ մեկ այլ բանով, թե կարծում ես օրինակ գուցե ավելի օգտակար կլինի ընդհանրապես այդ սովորությունը հանել, եթե օրինակ հեռուստացույցի մոտ սննդի օգտագործումը քեզ մոտ դարձել է սովորություն եւ կարծում ես որ դա արդեն քեզ խանգարում է քո նորմալ կյանքին, արդյոք գուցե հեռուստացույցի մոտ նստելը եւ հեռուստացույց դիտելը որը ժամանակ պետք է հանել, թե պետք է այդ ուտելու սովորության վրա աշխատել, որ դա փոխել ինչ-որ բանով։ Ինձ թվում է երկուսը միասին կամ առանձին շատ կապված է, թե իհարկե մենք որտեղ ենք գտնվում, բայց եկեք նախ հասկանանք մի բան, որ երբեմն փոփոխությունները մենք սպասում ենք, որ իրականանալու են եւ դա լինելու է այսպես վերջնական փոփոխություն մինչեւ մեր կյանքի վերջ եւ պետք է փոփոխությունը այնպիսին լինի, որ դա լինի այսպես ասած ամենաիդեալական փոփոխության ձևը։ Իդեալական կլինի, որ մենք նստենք հեռուստացույցի դիմաց եւ ոչինչ չուտենք եւ ուղղակի նայենք։ Բայց դրան հասնելու համար մեզ ճանապարհ է պետք եւ այդ ճանապարհի իհարկե առաջին քայլերից մեկը շատ լավ կերպով կարող է լինել օրինակ փոփոխությունը, հա, կարող եք դրա փոխարեն օրինակ թեյ խմել ու խոսքը չի վերաբերում նորից եմ այստեղ ուզում շեշտել, եթե մենք ֆիզիկապես քաղցած ենք, մենք երբեք չենք դա այսպես ուշադրություն չդարձնում այդ ազդակներին եւ փոխարեն օրինակ թեյ խմում, մտածելով որ դա ինձ կխափի, կհագեցնի, չէ, խոսքը դրա մասին չէ, այստեղ զուտ խոսում ենք իմպուլսների մասին։ Այո, կարող ենք օրինակ դա փոխարինել թեյով, տաք ջրով, հա, իմ ամենասիրած խմիչքներից մեկն է գոլ ջուրը, ես շատ եմ սիրում, այդպես կարող եք եւս անել։ Եվ այստեղ մենք հաճախ ուշադրություն չենք դարձնում, բայց սոցիալական շփումները իրենք ունեն այսպես բուժիչ հատկություն։ Երբ մենք ունենում ենք էլի իմպուլս ինչ-որ մի բան անելու, եթե տանը կան մարդիկ, ում հետ մենք ապահով ենք զգում, մեր ամուսինն է կամ մեր ծնողն է կամ նույնիսկ մեր ընտանի կենդանին է, ում հետ մենք ապրում ենք, իրենց հետ շփում, կոնտակտ, որովհետև դա իրականում շատ այսպես դատարկ բաժակներ կարող է լցնել մեր ներսում եւ մենք երբեմն մոռանում ենք այդ ամեն ինչի բուժիչ հատկության մասին եւ կամ զանգել, հա, ինչ որ մեկին պարտադիր չի տվյալ մարդը քո կողքին լինի եւ չխոսել իհարկե այդ իմպուլսի մասին, չխոսել այդ սննդային որևէ բանի մասին, ուղղակի իմանալ, որ այնտեղ մեկը կա, ում հետ ես ապահով եմ ու կարող եմ խոսել ու դա շատ մեծ զգացմունքային տեսքով կարող է լցնել եւ արդեն այդ իմպուլսը եւ այդտեղ մենք հետաձգեցինք, այսինքն եւ դրա փոխարեն ինչ որ մի բան ստացանք ու կան իհարկե այսպես տարբեր
սովորություններ կամ տարբեր փոքրիկ երևույթներ, որոնք որ կարող ենք անել, որպեսզի աստիճանաբար մենք կոտրենք այն սովորությունները, որոնք իհարկե մեզ չեն ծառայում, միգուցե նաև վնասում են իհարկե։ Շատ լավ։ Իսկ եթե խոսենք ընդհանրապես դիետաների մշակույթից, ես անձամբ կարծում եմ երևի թե չեմ ճանաչում ինչ որ մի հայկին, ով ունի այս կամ այն տեսակի սննդի հետ ինչ որ մի խնդիր կամ ոչ առողջ հարաբերություն, եւ կարծում եմ, որ երևի թե շատ բան գալիս է նաեւ սոցիալական ճնշումից, թե ինչ ստանդարտներ եւ ինչ ակնկալիքներ են դրվում կանանց, հատկապես կանանց վրա մեր մշակույթում եւ երևի թե մեզ նման այլ մշակույթներում եւս, արդյոք դա գալիս է սոցիալական ճնշումից, արդյոք դա գալիս է այդ միջավայրում ուղակի լինելուց, թե կարծում ես, որ դա ավելի լայն խնդիր է ու կապ չունի թե որ երկրում է, ինչ ազգային կոնտեքստում ենք խոսում։ Կարծում եմ այժմ արդեն այդքան էլ կապ չունի, որովհետև այնքան միահյուսված է մշակույթները եւ հասանելիությունը ինֆորմացիայի, բայց այո, այն, որ կանանց մեծ մասը, ես ինքս այսպես ստատիստիկ տվյալներին չեմ տիրապետում, բայց ենթադրաբար գոնե 10 կանանցից 8-ը, այսպես շատ ինչ որ թվեր ասելով, ունեն ինչ որ տեսակի խնդիր սննդային վարքի, որոշների մոտ հաստատ ախտորոշված կլինի կամ հնարավոր կլինի ախտորոշել որպես խանգարում, որոշների մոտ չէ, եւ դրա մեղավոր, ինչպես դու նշեցիր, դիետաների մշակույթն է։ Իսկ ինչ է դիետաների մշակույթը։ Այդ այն մշակույթն է, որտեղ որ մեզ հրամցրել են այն միտքը, որ կա իդեալական մարմնի կամ ինչ որ, այո, տեսքի ֆիզիկական արտաքինի տեսակ եւ կա դրան հասնելու մեկ ձև, որը դիետաներն են։ Ու հաճախ այդ դիետաներն էլ այսպես բացիեբաց չեն ներկայանում որպես դիետաներ, ինչպես նշեցի, հաճախ դրանք թաքնված են տարբեր անվանումների տակ։ Էլի առողջ սննդի փաթեթներ, ու իհարկե կան նման փաթեթներ, որոնք իսկապես կարող են ծառայել մեզ եւ այլն, բայց ընդհանուր առմամբ մշակույթի մեջ նաեւ դրանք են մտնում տարբեր, օրինակ, այսպես intermittent fasting ասվածը, որը որ ընդհատվող սովապահություն է կոչվում, սնման ձևեր, որոնք որ թվում է, որ ներկայացվում են որպես կարող են լինել ապրելակերպ, օրինակ կիտո սնման ձևը, եւ այս հաստատ համոզված եմ էլի շատ նոր բաներ կան, որովհետեւ ամեն տարի ինչ որ նոր երևույթներ են առաջ գալիս, բայց այդ ամենը ստեղծված է մի նպատակի համար՝ կառավարել մեր մարմինը այնպես, որպեսզի մենք ունենանք այդ իդեալական տեսքը։ Մենք իհարկե կանցնենք, թե արդյոք դա արդար է մեր մարմնի հանդեպ եւ իրականում ինչպես հասկանալ ու ինչպես բալանսավորել այդ միտքը, եթե ես ունեմ ինչ-որ թեկուզ էսթետիկ նպատակ, ինչպես կարող եմ դրան հասնել առանց ինձ իմ հոգեկան եւ ֆիզիկական աշխարհը վնասելու, բայց այն, որ սոցիալական մեդիան եւ առհասարակ մշակույթը պրոպագանդում է ինչ-որ գեղեցկության ստանդարտներ, դրանք իսկապես շատ ցավալի կարող են արդյունք ունենալ եւ օրինակը, որը որ հաճախ բերում եմ ու շատ նման օրինակներ կան, այսպես ուսումնասիրություններ են արված եղել եւ շարունակում, իհարկե հիմա արդեն չէ, բայց ժամանակին երկրներում, որտեղ որ հեռուստատեսությունը չի եղել, հիմնականում արևմտյան հեռուստատեսությունը, այնտեղ կանայք ունեցել են իրենց գենետիկ կոդին համապատասխան մարմին, հա, միգուցե եղել են մի փոքր ավելի գոքավոր, միգուցե ավելի մի փոքր այսպես կլոր, հա, ինչ որ վերջույթները, եւ երբ որ ներմուծվել է արևմտյան հեռուստատեսությունը, միանգամից մի քանի տարվա ընթացքում մեծ աճ է գրանցվել սննդային վարքի խանգարումների ու շատ այդպես տեղերում, ես օրինակ Ֆիջիի օրինակը գիտեմ եւ շատ տարբեր իհարկե հատվածներում աշխարհի նման օրինակներ կան, որը ասում է, որ ընդհանրապես մարդիկ իրենց համար հանգիստ ապրում են, միգուցե չեն էլ մտածում, հա, իրենց արտաքին տեսքի մասին, իրենք բավարարված են, բայց առաջ են գալիս ստանդարտներ, առաջ են գալիս ոչ քեզ համապատասխան ինչ որ գեղեցկության այսպես եզրույթներ եւ դու ամեն կերպ պետք է փորձես դրան հասնել։ Ու էլի մեր տարաշրջանում սոցիալական մեդիան դրան չի օգնում եւ դրա համար շատ շատերը այսպես մանավանդ մայրերը, հա, շատ օրինակը դա սիրում են վերել, որովհետև նոր մայրացած կանանց մոտ էլ կա այդ մոլուցքը պարտադիր շատ արագ վերադառնալու իմ նախկին տեսքին, տարբեր մարաթոններ դրա հետ կապված, մինչդեռ այդ շրջանում մոր գլխավոր իհարկե առաքելությունը իր եւ իհարկե բալիկի, բայց այս պահին նաեւ իր առողջության վերականգնումն է եւ հոգեկան եւ ֆիզիկական ու քաշի մասին մտածելը կամ նույնիսկ հաճախ այսպես դա որպես
հաղթական ինչ-որ երևույթ ներկայացնել, որ ինչքան արագ ես վերադարձա իմ հին քաշին, ինձ թվում է այդքան էլ առողջ տեղից չի գալիս եւ այսպես ալիքաձև տարածվում է նաեւ մեր կողքի կանանց, մեր ընկերուհիների վրա, որտեղ ցանկացած մեր ասածը, կարծիքը չունի միայն մեզ վրա ազդեցություն, այլ այսպես ունի տարածվելու հնարավորություն։ Ես համաձայն եմ ու այսպես հիմա որ մտածում եմ, կարծում եմ, որ երևի թե դժվար է տարանջատել, երբ է պետք կամ երբ է ճիշտ այդ պահին դու ընդունես քո մարմինը, այնպեսին, որ ինչպեսին ինքը որ կա, երևի թե ցանկացած իրավիճակում, անգամ եթե սկսում ես այն կետից, որը որ գուցե քեզ համար վերջնակետ չէ, այդ պահին ընդունելու բնականաբար, որ ես ունեմ իմ մարմինը, ինքն ինձ ծառայում է, ես շնորհակալ եմ, սիրում եմ իմ մարմնին, բայց որտեղ հասկանալ, արդյոք համակերպվել եւ ասել սա իմ վերջնակետն է, սա այն քաշն է կամ այն մարմնի տեսքն է, ձևն է, որով իմ օրգանիզմը մաքսիմալ օպտիմալ ձևով աշխատում է, թե արդյոք ես իսկապես ուզում եմ հասնել A կետից B կետը եւ այդ B կետին իսկապես պետք է հասնեմ եւ պետք է աշխատեմ, ինչպես հասկանալ այդ բալանսը, որտեղ միևնույն ժամանակ մարդը չկորցնի այդ ձգտման հնարավորությունը, բայց միևնույն ժամանակ նաեւ չտանջվի իր այսպես կարգավիճակով, որով ինքը կա հիմա։ Ընտիր հարցի ենք մոտենում։ Նախ եկեք մի հատ հասկանանք ինչ է օպտիմալ քաշը իրենից ենթադրում, որ հետո ես սիրում եմ մարդկանց այսպես 3 խմբերի տարանջատել ու հիմա դրա մասին կխոսենք։ Նախ առաջինը օպտիմալ քաշը մեր մարմնի այն չափն է, որտեղ որ մեր մարմինը իրեն զգում է ամենաապահովը, իրեն զգում է ամենաառողջը, եւ երբ մենք ինքներս, ֆիզիկապես մեզ զգում ենք այսպես առողջ, մեր անալիզները արյան, երբ որ տարին մեկ անգամ հուսով եմ կամ ինչ-որ հաճախականությամբ ստուգում ենք, այնտեղ ամեն ինչ նորմալ է, կարգին է, մենք նորմալ սնվում ենք, չունենք հատուկ գերսնումներ, չունենք զսպման ինչ-որ վիճակներ կամ թերսնումներ, մենք ունենք ակտիվություն, ընդհանուր առմամբ եւ ֆիզիկապես, հոգեպես մենք առողջ վիճակում ենք այս պահին գտնվում եւ մարմինը հայտնվում է ինչ-որ քաշում։ Եվ որpիսի ես օրինակ ավելի այսպես մատչելի ներկայացնեմ, պատկերացնենք մենք սենյակում ենք եւ ջերմաստիճանը սենյակի ներսում 22 աստիճան է։ Մենք կարող ենք բարձրացնել տաքացուցիչ միացնել եւ ջերմաստիճանը դառնա 25, երբ որ անջատենք տաքացուցիչը նորից կգա 22-ին, եթե միացնենք հովացուցիչ հասնի 18-ին, երբ անջատենք նորից կգա 22-ին, այսինքն 22-ը այն ամենաբալանսավորված հավասարակշիռ վիճակն է այս պահին սենյակում, որը որ ամենաայսպես մենք հատուկ դրա համար ոչինչ չենք անում։ Իմ այսպես մտածելակերպով եւ ինձ թվում է այսպես շատերիս իդեալական կլինի, որ մենք բոլորս գտնվենք մեր օպտիմալ քաշում եւ ուրախ լինենք։ Սակայն այդպես չի։ Հիմա եկեք մարդկանց այդ 3 խմբերի մասին խոսենք եւ հասկանանք մենք ոնց կարող ենք հասկանալ, այ մենք մեր օպտիմալ քաշում գտնվում ենք, թե ոչ։ Եկեք սկսենք 3-րդ խմբից։ 3-րդ խմբում այն մարդիկ են, ովքեր ունեն կլինիկական ճարպակալում, իրենք միանշանակ իրենց օպտիմալ քաշում չեն, ինչ-ինչ պատճառներով հասել են այդտեղ կամ պատճառներն են, որոնք որ մենք չենք կարող հակազդել, դրանք կլինեն գենետիկ պատճառներ, նախածննդյան, որովհետև այնքան այսպես գործոններ կան, որոնց վրա մենք իսկապես ներգործել չենք կարող, մեր վերահսկողության դաշտից դուրս են, կամ կան ինչ-որ վարքային խնդիրներ, կա միգուցե սննդին հասանելիություն, այնպիսի վայրում են ապրում, որ ուղղակի այսպես սովորական, թարմ սննդի հասանելիություն չկա եւ այլն, ինչ-ինչ պատճառներով։ Իհարկե, այսպես աշխատանքի առաջին փուլերում պետք է հասկանալ պատճառները, փորձել դրանք վերացնել, լինում են իհարկե նաև կլինիկական պատճառներ, հորմոնալ տատանումներ եւ այլն։ Հաճախ ունեմ ունեցել եւ ունեմ նման այցելուներ, ովքեր այդ զոնայում են գտնվում, իրենք իրականում այնքան արդեն հոգնած են, այնքան ռեսուրս չունեն էլ պայքարելու, որովհետեւ իրենք միգուցե փոքր տարիքից ունեն նման խնդիր, իրենք ուղղակի հոգնած են եւ հոգեբանորեն այսպես նորից ինչ-որ բաների միջով անցնել, որը որ կարող է նույնիսկ աշխատել, իրենք պատրաստ չեն եւ այս դեպքում կարող են օգնության գալ ինչ-որ դեղամիջոցները, միգուցե վիրահատական միջամտությունները եւ որևէ մեկս չենք կարող դատել, որովհետեւ տեսնում եմ, լսում եմ նաեւ ինչ-որ դատողականություն այն մարդկանց հասցեին, ովքեր որ որոշել են ինչ-որ վիրահատական միջամտություն կայացնել կամ դեղեր ընդունել, բայց մենք չգիտենք այդ մարդը իհարկե ինչի արդյունքում է այդ որոշումը կայացրել եւ ինչքան է պայքարել եւ այլևս հոգնած լինելով որոշել այդ որոշումը։ Դա մեր 3-րդ զոնան է։
Երկրորդ զոնայում գտնվում են այն մարդիկ, ովքեր էլի օպտիմալ քաշում չեն, իրենք հատուկ կլինիկական ճարպակալում չունեն, բայց վստահաբար իրենց մարմինը ավելի մեծ է, քան մարմինը իրեն ավելի առողջ կհամարեր, այսինքն առողջության սահմաններից ավելի մեծ է մարմինը։ Հիմնականում էլի պատճառները այստեղ պետք է հասկանալ։ Պատճառները հաճախ լինում են բժշկական պատճառներ, ինսուլինն է միգուցե բարձր, միգուցե վահանաձև կեղծը այսպես բալանսավորված չի, սեռական հորմոններում է խնդիրը, լյարդը լիարժեք չի աշխատում, եւ այստեղ էլ, հա, որևէ տեղի միջայլոց զոնաներում լուծումը դիետան որպես այդպեսին չէ։ Այստեղ նախ պետք է հասկանանք այդ բժշկական խնդիրը որտեղից է գալիս, լուծել այդ խնդիրները, դա կլինի սննդի փոփոխության միջոցով, մյուսը կլինի բնականաբար էլի այդ վարքային խնդիրների լուծումը տալը, որը որ սննդային վարքի այսպես տատանումներով կարող է արտահայտվել, ինչպես նշեցինք, եւ հիմնական մի այցելուների մեծ մասը այդ երկրորդ խմբում գտնվող մարդիկ են, կեսը միգուցե, որովհետև կեսն էլ իրականում առաջին խմբում են, որը հիմա կասեմ, կարևոր է ինձ թվում է շատերիս համար դա լսելը, բայց ամեն դեպքում այստեղ այո, կան աշխատանք, որը որ մենք պետք է տանենք, եւ էլի հոգեբանական, նյարդային, ինչպես նշեցի, վարքային, էմոցիոնալ, որպեսզի մարդ հայտնվի իր համար օպտիմալ քաշում։ Առաջին զոնայում, առաջին խմբում գտնվում են այն մարդիկ, ովքեր իրենց օպտիմալ քաշում են, բայց այդ քաշը իրենց չի բավարարում։ Եվ իրենց հաճախ, եւ չնայած որ իրենք իրենց լավ են զգում ֆիզիկապես, ամեն ինչ նորմալ է, ոչ մի այսպես տատանումներ չկան, իրենք հաճախ այդպես չեն էլ ներկայացնում։ Իրենք երբ որ օրինակ ինձ հետ խոսում են, հա, առաջին մեր հանդիպումների ժամանակ, երբ որ հարցը տալիս եմ ֆիզիկապես իրենց ինչպես զգալու հետ կապված, հաճախ ասում են, որ շատ ծանր եմ, ես ինձ լավ չեմ զգում, բայց հետո հասկանում ենք, որ իրականում դա շատ հոգեբանական է, որովհետև այդքան էլ երբ որ խորանում ենք, այդպես չէ։ Հիմա տվյալ մարդիկ պատկերացրեք գտնվում են այդ առաջին փուլում, իրենք նորմալ հա սնվում են, հատուկ չեն գերսնվում կամ թերսնվում, ինչ որ ակտիվություն ունեն, բայց իրենք ուզում են պարտադիր այն վերջին 2 կիլոգրամից ազատվել կամ որովայնի վրա ունեն ինչ որ գոքավորություններ եւ դա տանել չեն կարողանում։ Այստեղ մենք ունենք ճանապարհի երկու ճյուղավորում։ Առաջինը նախ պետք է հասկանալ ընդհանուր մինչ այդ ճյուղավորման գալը, որ սա մեր մարմնի օպտիմալ քաշն է եւ մենք ինչ էլ անենք մեր մարմնի համար սա ամենաապահով, ամենաառողջ ձևն է եւ միգուցե այո, դա չի համապատասխանում մեր այսպես երազանքների իդեալին, ունենք ճանապարհ մեկը մենք հաջողություն ենք ասում մեր այսպես երազանքների մարմնին, մենք սքում ենք այդ մարմինը, որովհետև դա իսկապես գործընթաց է։ Մենք պետք է հասկանանք, որ փաստորեն ես եթե 1-2 տարի ես քաշում եմ, ես նորմալ եմ ամեն ինչ անում ու չի փոխվում, այ մարդ ուրեմն այսպիսին է իմ տեսքը եւ ես կարող եմ ընտրել հարմարվել, հաջողություն ասել իմ այսպես իդեալական մարմնի տեսքին, կամ դրան դիտել որպես նախընտրություն, ոչ թե գերնպատակ, ասել, որ ամեն դեպքում ես կնախընտրեի այսպես լինեմ, տեսնեմ հնարավոր կլինի այդպես լինել, բայց դա նախընտրություն է, գերնպատակ չէ։ Իսկ երկրորդ ճանապարհը ասելն է, որ ինձ համար էսթետիկ նպատակը այնքան կարևոր է, որ ես պատրաստ եմ դրա գինը վճարելով անցնել այդ երկրորդ ճանապարհով։ Եվ ո՞րն է դրա գինը։ Դրա գինը այսպես կարելի ասել ամբողջական դրույքով աշխատանքի պես վերաբերելն է այդ հարցին, այսինքն մենք պետք է հաճախ շատ կենտրոնացած լինենք, թե մենք ինչ ենք ուտում, որքան ենք մարզվում, լարված վիճակում գտնվենք, պատրաստ լինենք, որ դա կարող է մեզ մոտ ձևավորել իրականում այո, սննդային վարքի խնդիրներ ու խանգարումներ։ Բայց եթե մենք պատրաստ ենք, ես չեմ կարող որևէ մեկին համոզել դա չանել, ամեն դեպքում այդ ուղին էլ կա։ Ու երբ մենք երբեմն տեսնում ենք, հա, եւ սոցիալական մեդիաներում կամ շուրջը սպորտով զբաղվող մարդիկ, ովքեր որ այդ իրենց կյանքի իմաստն են դարձնում, կամ մոդելներ, ովքեր որ շատ կարևորում են իրենց արտաքին տեսքի ինչ որ չափերը, իրականում ոչ միայն ես եմ ասում, այլ հենց ստատիստիկ տվյալներ կան, որ կարծես 60 քանի տոկոսը, հա, ֆիթնես մոդելների կամ այդ ինդուստրիայի իրենք ունեն իրականում սննդային վարքի լուրջ խնդիրներ, բայց շատ հաճախ մարդը կարող այդ խնդիրներով կամ խանգարումներով ապրել նույնիսկ մինչև իր կյանքի վերջ, որովհետև ինքը իր համար շատ կարևոր է ունենալ այդ մարմնի տեսքը։ Այսինքն ինձ թվում է շատերը կարող են այս 3 զոնաներից ինչ որ մեկում իրենց տեսնել, ու ինչպես նշեցի, իհարկե երկրորդ խմբի հետ աշխատում եմ շատ, բայց առաջինից էլ են շատ հանդիպում, երբ մենք պետք է իսկապես աշխատենք մեր
այսպես մտավոր դաշտի վրա ավելի շատ, թե ինչ ենք ուզում եւ ինչպես կարող ենք դրան միգուցե հրաժեշտ տալ ու օքեյ լինել մեր մարմնի մեջ, որտեղ որ մենք հիմա կանք։ Հետաքրքիր է, որ նշեցիր, որ առաջին խմբից եւս ունենում ես շատ մարդիկ, որ գալիս են ու ես կարծում եմ, որ երևի թե ես առաջին խմբում շատ երկար ժամանակ գտնվել եմ, գուցե մինչև հիմա գտնվում եմ, որ միշտ մտածել եմ, որ ես ինձ լավ եմ զգում, բայց երբևէ չեմ ասել, որ ես իմ օպտիմալ քաշին համարում եմ, որ ես իմ օպտիմալ քաշին եմ, որովհետև ունեցել եմ ինչ-որ նպատակներ ու մի հատ կարևոր բան կա, որ նշեցիր, որ իհարկե դա դառնում է արդեն մշտական աշխատանք, երբ որ դու մտածում ես ինչպես անեմ, ինչպես հասնեմ այդ կետին, երևի թե մի հատ կարևոր բան, որի մասին ուզում եմ խոսենք, իհարկե բնականաբար հնարավոր է ժամանակավորապես, ինձ թվում է, հիմնական դեպքերում ժամանակավորապես հասնել այդ քո ուզած օպտիմալ քաշին, որը կարծում ես ամենաէսթետիկն է, շատ հաճախ դա լինում է ոնց որ ասեցիր այդ դետոքս հյութերի միջոցով, մարաթոնների միջոցով կամ սննդակարգեր, սննդային փաթեթներ եւ մի շարք այլ բաներ, որոնք քեզ թույլ են տալիս ժամանակավորապես կամ նույն այդ intermittent fasting-ը, որ նշեցիր, այսինքն դա եւս թույլ է տալիս, որ գուցե ժամանակավորապես քաշը նվազի, բայց ինձ շատ դուր եկավ այդ օրինակը տան ջերմաստիճանի տեսանկյունից, որ ինքը միշտ բալանսավորվելու է եւ հետ է գալու իրեն ամենակոմֆորտ, այսպես ասած, իրավիճակին, այսինքն այն զրոյական իրավիճակին, որտեղից որ դու սկսում ես։ Արդյոք այդ ժամանակավոր միջամտությունները, որոնք որ մեզ համար ստրես են առաջացնում եւ ժամանակ են խլում, էներգիա են խլում մեզնից, արդյոք դրանք իսկապես արդարացված են եւ կան մարդիկ, որ օրինակ դու կասես, որ այս մարդու համար դա միգուցե դա է ճանապարհը։ Թե օրինակ կա ինչ որ մեկ ալտերնատիվ մի բան, որը որ գուցե հնարավոր է թույլ տա այդ մարդկանց էլի ինչ որ չափով հասնելու իրենց նպատակին, առանց գնալու դեպի ծայրահեղություններ։ Նախ իրականում այո, ժամանակավոր են նման լուծումները, կարճաժամկետ բնույթ ունեն դիետաները տարբեր կամ այն ինչ որ նշեցիր, եւ դիետաները կարծես էլի սիրահարվածության նման լինեն, երբ որ սիրահարվում ես կամ առաջին անգամ ինչ որ մեկով տարվում ես, թվում է որ ամեն ինչ լավ է, բայց հետո հասկանում ես, որ դա կարծես թե չի աշխատում։ Դիետաները առաջին դիետան հենց այդպիսին է, հա, կամ առաջին ինչ որ փորձը դիետաների, դու հասնում ես քո նպատակին, միգուցե ունեիր նպատակ ինչ որ կիլոգրամներ հասնելու, դու դրան հասնում ես, հեշտությամբ դա ստացվում է, բայց հետո հասկանում ես, որ վայ չէ, կարծես թե երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ ես ունակ չեմ այդ ամենը կրկնելու, որովհետև դրա համար կան մի քանի պատճառներ։ Նախ, երբ մենք այսպես խիստ սահմանափակումների մեջ ենք մեզ դնում եւ կա սահմանափակում ու կա սկզբունք, դրանք շատ տարբեր բաներ են։ Մեզնից յուրաքանչյուր ես հավատացած եմ, որ պետք է ունենա սկզբունքներ սնվելիս, ինչպես կյանքի ցանկացած ոլորտում, այնպես էլ սնվելիս մենք շատ բնական կերպով ինչ որ սկզբունքներ ենք ձևավորում։ Բայց երբ որ կան այսպես խիստ կանոններ, կան խիստ այսպես ձևավորված, հա, դոգմաներ, որոնցից չենք ուզում շարժվել, բնականաբար ինչ որ պահից հետո նախ մենք տեղի ենք տալիս, հասնում ենք այդ գերսնման շղթային ենք անցնում, այդ մյուս քայլին ենք անցնում, բնականաբար գերսնվում ենք, մեզ թվում է, որ մենք ենք մեղավորը, հետո այդ գերսնումների արդյունքում իհարկե քաշը կարող է ավելանալ, հետո քաշի ավելացման որպես լուծում ընտրում ենք ավելի խիստ դիետան ու այսպես ցիկլը պտտվում է եւ ամենակարևորը, որ այդ ընթացքում էլ մեր օրգանիզմը փորձում է հարմարվել, հասկանալ ինչ է մեզ հետ տեղի ունենում։ Մեր մետաբոլիզմը, նյութափոխանակությունը հաճախ սկսում է դանդաղել, որովհետև երբ մենք քրոնիկ դիետաների մեջ ենք, օրգանիզմը հասկանում է, որ ինձ համար շատ սնունդ չի գալիս, ես պետք է այդ դանդաղ տեմպով շարժվեմ, որպեսզի ուղղակի գոյատևեմ։ Իհարկե մկանային մասան է սկսում թուլանալ, առհասարակ ակտիվանում են ճարպակուտակման այսպես ազդակները, ես ունեմ էլի այցելուներ, ովքեր շատ քիչ են ուտում իրենք։ Մեր առաջին քայլը լինում է, որ պետք է ավելացնենք սնունդը, որից իրենք զարմանում են, որովհետև իրենց ամբողջ կյանքում իրենց ասել են պետք է քիչ ուտել, բայց իրենք այնքան քիչ են ուտում, որ օրգանիզմը իհարկե հակառակ ազդեցությունն է ունենում։ Այսինքն նախ պետք է այս պահին հասկանալ, որ դիետաները, խիստ դիետաները, սահմանափակումները իրենք ունեն կարճաժամկետ բնույթ, իրենք չեն աշխատում, իրենց դնենք մի կողմ։
Այո, եթե ինչպես նշեցինք, մարդիկ կան, ովքեր ամեն դեպքում իրենք ունեն ինչ-որ նպատակներ եւ չեն բավարարվում իրենց տեսքով արտաքին եւ ուզում են ինչ-որ մի բան անել դրան հասնելու համար, նախ էլի պետք է հասկանանք, հանենք այսպես արդյոք կան ինչ-որ խնդիրներ վարքային, հոգեբանական, բժշկական եւ այլն, դա հանած, եթե դրանք չկան, պետք է փորձել հնարավորինս նուրբ կերպով սկզբունքներ ձևավորել, բայց էլի ես վստահ եմ, որ դա գալիս է ինչ-որ գնի հաշվին, որովհետև եթե մեր օրգանիզմը գտնվում է իր համար օպտիմալ կետում, ապա նույնիսկ եթե մենք ժամանակավորապես հասնենք ինչ-որ արտաքին տեսքի, էլի ինչպես դու նշեցիր, այդ օրինակով օրգանիզմը հետ է բերելու իրեն իր բալանսավորված վիճակին։ Դրա համար եթե մենք այո, շատ ցանկանում ենք, շատ ուզում ենք, կարող ենք փորձել, որովհետև ինչքան էլ ես կողքից ասեմ իմ այցելուներին երբեմն իրենք այնքան կարևորում են այդ պահին իրենց արտաքին տեսքի այդ վիճակը կամ ինչպես իրենց ցանկանում են տեսնել ապագայում իրենց համար իդեալական մարմնով, որը իրականում երբեք էլ չի գալիս։ Նույնիսկ երբ որ հասնում են այդ իդեալական մարմնին, այնպես չի, որ ասում են, բայ վերջապես կարող եմ հանգստանալ։ Դա անընդհատ վազել է ինչ-որ մի բանի հետևից։ Ամեն դեպքում պետք է արդար գտնվել մեր մարմնի հանդեպ, հասկանալ, որ ինչ ենք անում մեր մարմնի հետ եւ մեր մարմինը ամեն դեպքում պլաստիլին չէ, ինչպես ներկայացվում է հաճախ, մենք չենք կարող մեր այսպես ֆիզիոնոմիան փոխել այնպես ինչպես ցանկանում ենք։ Դա իսկապես չենք կարող։ Դրա համար ուզել մեր մարմնից ինչ-որ մի բան ու փորձել դա անել շատ առողջ ձևով այդքան էլ չի ստացվում ու վերջին օրինակը բերեմ, էլի պատկերացրեք նժարի վրա միտեղ դնում ենք մեր քաշը կամ կոնկրետ քաշը չասեմ, լավ, էսթետիկ նպատակը, ինչ որ իդեալական մարմին ունենալու, նժարի մյուս կողմում դրված է մեր եւ սննդի առողջ հարաբերությունը։ Հաճախ այսպես տատանման մեջ ենք գտնվում, որովհետեւ ինչքան մենք կենտրոնանում ենք մեր մարմնի վրա, մեր սննդային վարքը կամ հարաբերությունը սկսում է տուժել եւ հակառակը։ Բայց դրանով հանդերձ էլի, հա, դա չի նշանակում, որ բացարձակ դա չի նշանակում, որ մենք ոչինչ չպետք է անենք, մենք ինչ կապ ունի, ինչ մարմին ունեմ, չէ։ Մենք ուշադրություն ենք դարձնում մեր առողջության մասին, մեր սնվելու մասին, մեր հոգեկան դաշտի մասին։ Մենք մարզվում ենք, այն ինչ որ կարող ենք մեր սահմաններում է անում ենք, բայց դրանից ավել պահանջել մարմնից եւ սпасել ու հետո նեղվել մարմնի վրա, որ այդպես չի լինում, իսկապես անհարթար է։ Իսկ օպտիմալ քաշի հետ կապված, որովհետև խոսեցինք, որ բնականաբար ամեն մարդ ունի իր այսպես ֆիզիոլոգիական օպտիմալ քաշը։ Չէ՞ որ ժամանակի ընթացքում կարծում եմ, որ գուցե այդ օպտիմալ քաշը փոխվում է։ Այսինքն, երբ որ դու երիտասարդ աղջիկ ես, դա ուրիշ է, երբ որ արդեն, չգիտեմ, անցել ես 30-ի կամ 40-ի շեմը, գուցե դա փոխվում է, տարբեր կնոջ մարմինը շատ է փոխվում եւ հորմոնալ բազմաթիվ փոփոխությունների միջով է անցնում եւ շատ հաճախ հանդիպում են մարդիկ, ովքեր ունեցել են ժամանակին ինչ-որ մի քաշ եւ գտնում են, որ դա իրենց օպտիմալ քաշն էր եւ մտածում են, դե ես արդեն եղել եմ այդ քաշին ու դա ինձ համար իմ այսպես բազային քաշն է եղել, տեսքն է եղել եւ ես հրաժարվում եմ ընդունելու, որ օրինակ հիմա իմ նոր օպտիմալ քաշը գուցե ավել է, քան ժամանակին եղել է եւ օրինակ գուցե այսպես մի կերպ փոքրացած շորերը քեզ վրա հագնելու եւ քեզ դրա պատճառով այսպես ծանր զգալու փոխարեն գուցե պետք է կայացնես որոշում, որ ժամանակն է գնելու ավելի մեծ չափի շորեր։ Այո, շատ լավ տեղից էլի հարցին անդրադարձար, ուրեմն մեր օպտիմալ քաշը առհասարակ գիտական սահմանմամբ կարող է 10 կիլոգրամի նույնիսկ սահմաններում տատանվել մեր կյանքի շրջանում։ Այսինքն մենք չունենք մեկ օպտիմալ քաշ եւ դա մեզ հետապնդում է, երբ որ մենք 18 տարեկան ենք, 28, 48 եւ այլն։ Դա այդպես չի։ Շատ դժվար է, իհարկե, այս էլի դարաշրջանում, երբ անընդհատ հրամցրվում ենք այդ դիետաների կամ մարմնի հետ կապված մտքերով, իհարկե դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ փաստորեն իմ մարմինը հիմա իր օպտիմալ քաշը ինքը այս տեղում է գտնվում։ Նախ պետք է էլի մի քանի հարցի պատասխանել, որպեսզի հասկանանք մենք օպտիմալ քաշում ենք թե ոչ եւ հասկանանք, որ մեր օպտիմալ քաշը չի նշանակում մեր եղած երբևէ ամենացածր քաշը։ Շատ մարդիկ հաճախ էլի ովքեր որ փորձում են ինձ հետ նաև աշխատել, նշում են, որ օրինակ 18 տարեկանում այսքան կիլոգրամ էի, իրենք հիշում են, մտածում են իրենց ամենացածր կիլոգրամը եւ իրենց թվում է, եթե դա ամենացածրն էր, հետեւաբար դա ամենալավն էր եւ ես հիմա պետք է ձգտեմ դրան, որովհետեւ դա իմ օպտիմալ քաշն է, բայց իրականում այդպես չէ։
Էլի օպտիմալ քաշին, եթե արդյոք հասկանալու ենք օպտիմալ քաշում ենք թե ոչ, պետք է այդ հարցաշարով անցնել, իրականում հենց ֆիզիկական հարցաշարել ունեմ, որ օգտագործում եմ, բայց ինքներս մեզ հետ, հա, ազնվորեն պատասխանենք այդ մի քանի հարցերին։ Ունենք արդյոք խնդիրներ, որոնց շուրջ կարող ենք աշխատել։ Եթե ունենք, ապա աշխատում ենք։ Ունեմ արդյոք գերսնման խնդիր, քաոսային սնում, հա, որ ես անընդհատ ծամում եմ, անընդհատ նստած նորմալ չեմ սնվում, բացում եմ սառնարան, այդ սնեքինգ ասվածն եմ, հա, անընդհատ միջուտեսների մեջ եմ, որովհետև մեր օրգանիզմը դա չի սիրում, օրգանիզմին պետք է սնվել, լինել դադարի մեջ, սնվել, լինել դադարի մեջ, մի քանի անգամ այդպես։ Արդյոք այդպես ցաքուցրիվ եմ սնվում, քաոսային եմ սնվում, գերսնվում եմ, թերսնվում եմ, ընդհանրապես շարժում ունեմ, թե չունեմ, արդյոք կան անհանգստություններ, միգուցե տրավմաներ, որոնք որ չեմ լուծել եւ անհրաժեշտություն ունեմ հոգեբանի հետ աշխատելու։ Եթե այդտեղ կա ինչ-որ միտեղ ուշադրության կարիք, ապա միգուցե, այո, մենք օպտիմալ քաշում չենք ու ուշադրություն դարձնենք դրան։ Բայց եթե մենք ամեն ինչին ուշադրություն ենք հնարավորինս, հա, մարդկային սահմաններում, որովհետև ամեն ինչ իդեալական չենք կարող անել, բայց տրամաբանության զոնայում, եթե մենք ամեն ինչ անում ենք եւ մեր քաշը ոչ թե 1 ամիս, 2 ամիս, այլ 1 տարի, 2 տարի ինքը չի տատանվում։ Իրականում տատանվելը լավ չի քաշի համար, մենք ուզում ենք, որ մեր քաշը ինչ որ մնա մի զոնայում եւ այսպես անընդհատ վայրիվերումների մեջ չլինի։ Եթե մենք գտնվում ենք ինչ որ X կիլոգրամում արդեն մի քանի տարի, բայց մենք նորմալ ենք ապրում, վարվում եւ հատուկ առողջական խնդիրներ չունենք, ուրեմն այդ դեպքում այո, մենք այս պահի դրությամբ մեր օպտիմալ քաշում ենք եւ մայրանալուց հետո կարող է փոխվել 30 տարեկանից հետո միանգամից այսպես փոփոխություն կարող է լինել։ Ես ինքս իմ օրինակով էլ կարող եմ դա հաստատել, որովհետև երբեմն երբ մասնագետը աշխատում է եւ ինքը սոցիալական էլի կարծիքով ունենում է իդեալական մարմին, թվում է, որ դե իր համար հեշտ է խոսելը, որովհետև դե ինքը ինչ տեղ ունի մտածելու։ Ու իրականում ես ինքս հաճախ խուսափում եմ իմ անձնական թեմայով խոսելիս, որովհետև չեմ ուզում դա որպես օրինակ դարձնել, որովհետև օրինակները բազում են եւ հանկարծ որևէ մեկի մոտ դա բացասական նույնիսկ խթան, այսինքն տրիգերային չլինի, որովհետև այս թեմայի հետ պետք է մի փոքր զգուշ խոսել թեմայի մասին, բայց ամեն դեպքում իհարկե ես ինքս ունեցել եմ սննդային վարքի խանգարումներ, այսպես շատ խնդիրներ, որոնց որ հաղթահարել եմ, եւ իմ մարմինը կյանքի ինչ որ փուլում տարիներ շարունակ ինչ որ մի քաշում էր գտնվում, որը որ սոցիալական էլի ստանդարտների համաձայն համարվում էր հիանալի, իդեալական, այն ինչին որ ձգտում են մարդիկ։ Դրա համար ես հատուկ ոչինչ չէի անում ու իմիջիայլոց այդ հատուկ ոչինչ չանելը կարևոր նշան է, երբ քեզ հարցնում են ինչ ես անում այդ քաշի համար, պատասխանը պետք է լինի հատուկ ոչինչ չեմ անում, որովհետև այնքան նորմալ է այդ ամենը քո մարմնի համար։ Ամեն դեպքում ու ինչ որ տարիներ իմ մարմինը այդ օպտիմալ քաշում էր գտնվում։ Արդեն բալիկ ունենալուց հետո եւս հա օրգանիզմս հետ էր գնացել նորից այդ օպտիմալ քաշին ինձ համար։ Հետո արդեն տարիներ անց բալիկ ունենալուց 3 տարի հետո, երբ որ կրծքով կերակրումը օրինակ ինձ մոտ դադարեց, իմ մարմինը սկսեց փոխվել։ Ու չնայած այնպես չի, որ ես ունեմ ինչ որ տեսակի, հա, կլինիկական կամ բժշկական խնդիր այս պահին, բայց նաեւ դա համընկավ տարիքային, հա, այդ 30 քանիսի շեմը անցնելու, օրգանիզմի ներքին այսպես կենսաքիմիան, բիոքիմիան սկսում է փոփոխվել։ Եվ վերջին 2 տարիների ընթացքում իմ մարմինը շատ ավելի մեծ է, քան եղել էր այդ իմ այն ժամանակվա օպտիմալ քաշում։ Հիմա ես այստեղ ունեմ 2 ճանապարհ, ինչպես նշեցի, կամ կարող եմ ամբողջ օրը դարդոտվել եւ մտածել, որ ես պետք է նրան անցնեմ, որովհետեւ ինչքան լավ էր, նայեմ իմ հին նկարները, իմ հին հագուստները փորձեմ, որովհետեւ դա էր այդ մարմինը երազանքի, եւ սկսեմ դրա համար արդեն սահմանափակել եւ ամբողջը պտտվի դրա շուրջ, որն իրականում ինձ պաշտոնապես իրականում արգելված է, որովհետեւ այն մարդիկ, ովքեր երբևէ ունեցել են սննդային վարքի խանգարում, դիետաները առհասարակ, հա, պետք է մոռանալ այդ աշխարհի մասին։ Կամ պետք է հասկանան, որ օքեյ, փաստորեն միգուցե էս է իմ հիմա մարմնի ձևը, ու միգուցե դա փոխվի եւս 2 տարի հետո, ես չգիտեմ։ Ես ամեն ինչ անում եմ, ել ինչ կարող եմ դրանից ավել անել։ Ես մարզվում եմ, ես նորմալ սնվում եմ, ես առողջ եմ ինձ զգում, ել ինչպես տանջվեմ, հա, չեմ ուզում տառապել դրա շուրջ։ Եվ այդտեղ գալիս է արդեն ընդունումը ու ինչի եմ սա էլի օրինակ բերում, որ
տարբեր փուլերում գտնվելով հանդերձ, երբ որ քո հարաբերությունը, քո մարմնի, քո սննդի հետ առողջ է, դու իհարկե ունենում ես շատ ավելի այսպես թեթև եւ խաղաղ հարաբերություն ու շատ կուզենամ, որ իհարկե այցելուներս էլ կամ կանայք կարողանան դրան հասնել, որովհետեւ այդ խաղաղությունը, որը գալիս է այդ բաց թողումից, իրականում շատ կարեւոր է։ Եվ ինձ թվում է սահմանափակումներ կամ սահմանափակումներ չասեմ, բայց այսպես ծայրահեղ դիետաներ եւ ինչ որ կանոններ ունենալու դեպքում նաև լինում է այդ սննդային աղմուկը շատ է լինում, այսինքն քանի որ դու քեզ սահմանափակում ես ծայրահեղ աստիճանի, այդ սննդային աղմուկը արդեն ես իմ օրինակով դա գիտեմ, որ դա թափանցում է քո անձնական կյանք, դա զբաղեցնում է այսպես շատ մեծ տեղ, որը որ կարծում եմ ինչպես նշեցիր, երևի թե արդարացված չի, ու այստեղ կուզենամ խոսենք մի փոքր սահմանափակումների մասին, որովհետև այս թեման ինձ էլ շատ հետաքրքիր է։ Ես անձամբ հենց քո տեսանյութերի միջոցով, երբ ծանոթացել եմ այդ սահմանափակումներ ճիշտ ձևով, հա, այսինքն որ չի կարելի ծայրահեղականացնել, որ ես այս ինչ բան ընդհանրապես չեմ ուտում կամ արգելել ինքդ քեզ ինչ որ մի կոնկրետ մի բան չուտել, եւ օրինակ ինձ մոտ կար այսպիսի մի հարց, արդյոք օրինակ միգուցե, հա, դու առաջարկում ես, որ ընդհանրապես քաղցրը բացառելու փոխարեն ենթադրենք, օրինակ որոշել, որ ես կանոն եմ ինձ համար որոշում կամ սկզբունք եմ որոշում, որ ես առավոտյան սուրճի հետ օգտագործում եմ X քանակի ինչ որ մի քաղցրավենիք, որը ինձ համար կարծում եմ, որ այդ X քանակը նորմալ է եւ չեմ չարաշահում, արդյոք կա այսպիսի մի բան, որ օրինակ քաղցրը կամ գուցե այլ պրոդուկտների մասին են ասում, բայց կոնկրետ քաղցրի մասին ասում են դա ֆիզիկապես, ֆիզիոլոգիապես կախվածություն ստեղծող բան է, այսինքն հենց շաքարավազը, ինքը ստեղծում է կախվածություն։ Օրինակ շատ հաճախ ես ինքս էլ առնչվել եմ, բայց նաև շատերից լսել եմ, որ ես չեմ կարող ուտել 1 հատ կամ 2 հատ, ես հենց սկսում եմ մի փոքր ուտել, անընդհատ ինձ մոտ կարիք կա, որ ես անընդհատ օգտագործեմ, անընդհատ ուտեմ քաղցր եւ չեմ կարողանում սահմանափակել քանակը եւ ինձ ավելի հեշտ է ընդհանրապես բացառել այդ տեսակի սնունդը, քան այսպես փորձել ինքդ քեզ հետ համագործակցել եւ ինչ որ մի քանակի վրա կանգ առնել։ Արդյոք բացառել ինչ որ մի տեսակի սնունդ, որովհետև կարծում ես, որ քեզ հենց անհատապես դա չի ծառայում եւ ի վնաս քեզ է աշխատում, դա ինչ որ մի խնդիր է, թե դա եւս կարող է դիտվել որպես սկզբունք։ Նախ այո, ինչպես նշեցինք, սկզբունքները շատ ճկուն են, սկզբունքները իրենք հենց բառից իմաստով այնտեղ են, որպեսզի մեզ ուղղորդեն, ոչ թե որ լինեն սև ու սպիտակ։ Եվ այդ օրինակը, որ բերեցիր քաղցրի հետ կապված, երբ մարդը ասում է, որ ինձ համար ավելի հեշտ է առհասարակ չուտել, քան ուտել մի քանի հատ, դա էլ ամեն ինչ կամ ոչինչ մտածելակերպն է, որն ինքնին իհարկե առողջ չէ, եւ եթե այդ մարդը, ես շատ խիստ կասկածում եմ, որ այդ մտածելակերպ ունեցող ինչ որ մեկը կարող է երբևէ չուտել ու այդպես էլ մինչև կյանքի վերջ չուտել, հա, միանշանակ եթե ունես այդ սև ու սպիտակ մտածողությունը, եթե քեզ զսպում ես, ապա ինչ որ մի պահի դա մի օր գալու է այսպես ջրի երես։ Եվ այս վիզուալ օրինակն էլ որ պատկերացրեք նետ ու աղեղ է մեր ձեռքին, եւ մենք այսպես նետը բռնած աղեղը ձգում ենք, ինչքան շատ ենք ձգում, դա ներկայացնում է սահմանափակումները, մի պահի բաց ենք թողելու, չէ՞, այդ նետը, ու ինչքան շատ ենք ձգել, այդ նետը այնքան արագ է առաջ սլանալու։ Հիմա ինչքան շատ ենք մեզ սահմանափակել, երբ որ թողեցինք, ավելի շատ ենք ցանկանալու։ Հիմա մարդիկ տարբեր են եւ իրենց նախընտրությունները սննդի հանդեպ տարբեր են։ Ես կարող եմ երբևէ գազավորված խմելիք չխմեմ եւ դա ինձ համար լինի բացարձակ միևնույն, եւ դա ընդհանրապես տեղ չունենա, հա դա լրիվ բացառված է իմ սննդակարգից, մարդիկ կան, ովքեր օրինակ գազավորված ըմպելիքներից ունեն ինչ որ առումով կախվածություն, դու նշեցիր կախվածություններից, այո, իրենք էլի նույն այսպես կենսաքիմիական այսպես ֆունկցիան չի ինչ որ իրական կախվածությունը, հա, կլինի կախվածություն դեղորայքից կամ թմրադեղերից, բայց ամեն դեպքում շատ նման է, այո, քաղցրից կախվածությունը, որովհետև մեր օրգանիզմը եւ ուղեղը եւ նաեւ մեր մարսողական համակարգը, որովհետեւ այնտեղ առաջանում են այսպես
այնպիսի իրավիճակ է առաջանում մեր միկրոֆլորան, որ այդ երևույթները սկսում են սնվել եւ ցանկանալ քաղցր են ցանկանում եւ հիմնականում սնվում ու բազմանում են քաղցրով, այսինքն դա նաեւ իհարկե ֆիզիկական բնույթ ունի։ Բայց եթե մարդ օրինակ գազավորված ըմպելիքներից ունի կախվածություն, էլի չնայած որ ես իհարկե խորհուրդ ոչ մեկին չեմ տալիս գազավորված ըմպելիք եւ դա բացառված է մեր տանը եւ այլն, բայց դրա լուծումը եթե մարդ ունի խնդիր, այսպես միանգամից կտրելը չէ, դա աստիճանաբար դադարեցնելն է, դա ինչն է, սնունդը զերծ պահելն է իր մագնիսական ձգողական դաշտից, այսինքն մենք սնունդը դարձնում ենք չեզոք, ոչ թե սնունդը ունի լիցք, բացասական, դրական կամ այսպես ձգողական ուժ, այլ մենք ինչպես անենք, որ այդ գազավորված ըմպելիքը չունենա այդ մոգական ուժը, ինքը լինի նեյտրալ ինչ-որ մի բան, չեզոք մի բան, որ մենք ունենանք լիարժեք ազատություն եւ լիարժեք ինքնակառավարում ընտրություն կատարելու, նույնը քաղցր է, ինչպես անենք, ոչ թե որ քաղցրին այլևս մենք չմոտենանք, որովհետև դա նշանակում է, որ քաղցրին մենք ինչ-որ լիցք ենք տալիս, վախենալու է ինքը մոգական է, ինքը ձգողական է, ինչպես ապա ձգողականացնենք, այսինքն ինչպես հանենք, որ մենք երբ որ մտնենք խանութ եւ տեսնենք տեսականի քաղցրեղենի եւ տորթերի, մենք հանգիստ կարողանանք կողքով անցնել, որովհետեւ բացարձակ չէինք ցանկանում։ Այն մտկով, որ եթե 3 օր հետո մտնեմ այս խանութը ու իսկապես ցանկանամ, լրիվ օքեյ է, որ վերցնելու եմ եւ ուտելու եմ։ Եվ հենց այստեղ աշխատանքը գնում է այդ նեյտրալ եւ չեզոք դարձնելու սննդի վրա։ Իհարկե, էլի իդեալական աշխարհում, եթե մենք խոսում ենք սննդի ընտրություններից եւ սկզբունքներից, իհարկե հիանալի կլիներ, որ մենք բոլորս միայն սնվեինք այսպես ամբողջական, անգլերենով ասում են whole foods, այսինքն ինքը ոչ մշակված, ոչ գերմշակված, այնպիսին ինչպիսին բնությունը մեզ տվել է։ Իհարկե, ինձ թվում է բոլորս էլ գիտենք, որ դա ամենաճիշտ, միգուցե, օրգանիզմի համար ամենահամապատասխան սննդի ձևն է։ Բայց մենք ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որ անընդհատ մեզ այսպես շրջապատում են տարբեր տեսականիներ սննդի եւ պետք է հասկանանք ինչպես ապրել այդ սննդի տեսակների հետ, ոչ թե ինչպես այսպես պարփակվել ու արդեն չիմանալ թե ինչ հարաբերություն ունենանք։ Դրա համար բացառումները եթե իհարկե, դա ծխել չի կամ թմրադեղ չի, դրանք իհարկե բաներ են, որոնք որ այսպես կտրում ես հենց հաճախ այդպես է ապակինման ճանապարհը, բայց սննդի հետ կապված խնդիրները միանգամից հաջողություն ասելը երբեմն ամենաառողջ ձևը չէ։ Իհարկե, այսպես ինչպես դու նշեցիր, քաղցրի հետ կապված կարող ենք, եթե ցանկանում ես մի քանի բաներ խոսենք քաղցրի կախվածության հետ կապված։ Խոսենք Ես օրինակ լսել եմ, որովհետև կան մասնագետներ, որ ասում են քաղցրը ինչու քաղցրը բացառել ընդհանրապես, որովհետև քաղցրը հենց ինքը ֆիզիոլոգիական կախվածություն է առաջացնում։ Հիմա դու նշեցիր, որ իրականում ինքը հենց այդպես բուն իմաստով կախվածություն չի առաջացնում, այլ ավելի շատ, օրինակ գուցե դա ես շատ հաճախ ընկալում եմ դա որպես ինչ-որ էմոցիոնալ կոմֆորտ կամ հանգստացնող մի բան, գուցե ինչ-որ մի բացի լրացում, ոնց որ դու նշեցիր, միգուցե սոցիալական շփման պակաս կամ ինչ-որ մեկ այլ մի բան, որը դու փորձում ես այդ քաղցրով քեզ հանգստացնես, քեզ բերես այսպես ինչ-որ հանգստության մեջ եւ այլն։ Իրականում իհարկե մասնագետներն ովքեր ասում են, որ ճանապարհը ամբողջությամբ թողելն է քաղցրը, իհարկե այնտեղ կա ճշմարտություն։ Եթե հնարավոր լիներ քաղցրը ամբողջովին մենք բացառեինք, այդ ավելացրած քաղցրը։ Իհարկե, շատ բան կփոխվի մեր օրգանիզմում, մենք միգուցե չցանկանանք այդքան, միգուցե ինչ-որ ապաքինումներ տեղի ունենան, բայց միշտ չէ, որ այդքան հեշտ է, Եթե այդքան հեշտ լիներ այդ կանոնին հետևելը, հիմա որևէ մեկը չէր ունենա քաղցրի խնդիր։ Մենք հասկանում ենք, որ այնտեղ կա այսպես իդեալական կանոն, բայց դրան հետևելը մարդկային այդքան չէ այս տարում։ Դրա համար ինչ կարող ենք, տարբեր տարբերակներ կան։ Այն, որ քաղցրը ինչքան սկսում ենք քչացնել, այնքան մեր թեկուս համային ապարատը հետ է վարժվում եւ քաղցրը նույնիսկ ինչ-որ պահից հետո դառնում է տհաճ։ Ես էլի հայտնի եմ քաղցրից իմ բողոքելով, չնայած ժամանակին ես մտածում եմ, որ այդ խնդիրը ինձ մոտ չի վերանա, ես ունեի գեր կախվածություն քաղցրից, կարող էի մի անգամից ուտել մի քանի թխված կեղեն, հետո շոկոլադ եւ այլն եւ երբեք չունենալ այդ հագեցվածության նշանը։ Բայց հիմա ամեն անգամ բողոքում եմ, որ ամեն աղանդ, ամեն աղանդեր կամ դեսերտ շատ քաղցր է, որովհետեւ այո, պետք է նախ քաղցրի հետ կապված, եթե այսպես մանրամասնենք, նախ առաջինը
առաջնորդվենք ավելացնել, նոր պակասեցնել մեթոդով։ Այսինքն մենք ավելացնում ենք մեր սննդակարգում կամ մեր օրվա մեջ սնունդ, որը որ մեզ ծառայելու է։ Դա կլինի բանջարեղեն, կանաչեղեն, սպիտակուց, ճարպ, այսինքն այն սնունդը, որը որ մենք պետք է ուտենք, որովհետև հաճախ մարդիկ, ովքեր քաղցրն է իրենց ձգում, իրենք առավոտյան արթնանում են ու քաղցր են ուտում, իրենք կեսօրին ուտում են քաղցր, որպեսզի էներգիա տա, բայց այս պահին մենք առաջին ամենահեշտ սկզբունքը չենք ասում քաղցր է բացառի, ասում ենք ավելացրու, առավոտյան նորմալ սնվի, քաղցրը երբեք չպետք է փոխարինի սննդին, ինքը չպետք է լինի առաջինը։ Ինքը դեսերտ է, որը միշտ գալիս է սննդից հետո։ Ու եթե ուտում ես, դա կեր սննդից հետո, հա։ Այդպես փորձում ենք աշխատել։ Ավելի քան հաճախ քաղցրի ցանկությունը սկսում է վերանալ կամ քչանալ, մարդ հասկանում է, որ դա ավելի կառավարելի է։ Հետո հասկանանք, որ քաղցրել կա, քաղցրել։ Եթե մենք ունենք ընտրություն եւ ընտրում ենք ինչ-որ շատ գերմշակված քաղցրի տեսակ, որտեղ որ այնքան շատ է այդ շաքարավազը կամ այլ հավելումները, միգուցե կարող ենք փոխարենը ընտրել մի բան, որը որ մեզ ավելի կարող է ծառայել։ Ինքը էլի հաճույք է, հավես է, բայց ծառայող է մեզ համար։ Այսինքն ուսումնասիրել, տեսնել ինչ տարբերակներ կան, որոնք որ կարող ենք ներառել։ Ու հետո իհարկե մարդիկ կան, ովքեր կարող են այսպես մեկ ամիս որոշել, որ իրենք առհասարակ շաքարավազ չեն օգտագործում կամ քաղցր չեն օգտագործում եւ դա իրենց օգուտ տա, բայց այդ որոշումը պետք է գա մի քիչ բալանսավորված տեղից, երբ մենք փորձել ենք ինչ-որ բաներ եւ մենք ասում ենք մենք մեզ մարտահրավեր ենք տալիս մեկ ամիս չուտելու։ Եվ այո, այդ մեկ ամիս չուտելով միգուցե շատ բաներ մեզ մոտ փոխվի եւ մենք այլևս այդքան չցանկանանք, բայց նորից եմ ասում, դա առաջին քայլը չէ շատ շատերի համար, որովհետեւ բոլորն այդ սև ու սպիտակ մտածելակերպում են գտնվում այդ փուլում եւ դա կդիտվի արդեն որպես սահմանափակում, իսկ հետո գիտենք սահմանափակման հետո ինչ է հետևում։ Այսինքն, եթե օրինակ գծենք ինչ-որ մի այսպես քարտեզ, հա, մարդու համար, ով ուզում է ինչ-որ քայլեր ձեռնարկել, թեկուզ ինքնուրույն, որ գուցե համարում է, որ այդպես շատ լուրջ խնդիր չունի, բայց ուզում է օրինակ իր սննդային սովորությունների վրա աշխատել, որպեսզի ավելի խաղաղ լինի, գուցե ավելի քիչ սննդային աղմուկ ունենա։ Հիմա նշեցիր օրինակ, որ առաջին սնունդ ընդունումը, անկախ նրանից թե օրվա որ մասում է, լինի ոչ քաղցր, այսինքն լինի ինչ-որ մի հագեցնող, գուցե սպիտակուցային, ճարպային ինչ-որ մի սնունդ, որը կունենա նաև մրգեր եւ բանջարեղեններ եւ վերջում նոր ինչ-որ մի քաղցր մի բան։ Բացի դրանից կան էլի ինչ-որ այլ սովորություններ, որոնք գուցե կարող են օգնել մարդուն մի փոքր ավելի բալանսավորված լինել հենց այդ սննդային վարքի եւ իր մարմնի հետ հարաբերություններում։ Առաջինը իհարկե կփորձեմ հնարավորինս այսպես նեյտրալ ինչ-որ բաներ ներկայացնել, որովհետև բնականաբար մենք յուրաքանչյուրս շատ տարբեր ենք եւ շատ տարբեր կարող են քարտեզները եւս տարբեր լինել, բայց առաջին որպես այդպիսին սկզբունքը այն է, որ այո, մենք նախ սնվում ենք նորմալ նստած վիճակում ապսեն կառուցելով ոտքի վրա քաոսային այդ միջուտեստային մշակույթից փորձում ենք հեռու մնալ առհասարակ իրականում մեզ այդքան էլ միջուտեստների անհրաժեշտություն շատ չունենք, դա էլ սննդային մարքեթինգի զոհն ենք դարձել, երբեմն իհարկե մարդիկ կան, ովքեր որ ում անհրաժեշտ է ավելի փոքր քանակությամբ եւ մի քիչ ավելի հաճախակի ուտել, բայց դրանով զատ եկեք սկսենք առավոտվանից։ Շատ ճիշտ նշեցիր առաջին սնունդ ընդունում, որովհետև այդքան էլ էական չի, դա ժամը քանիսին է, իհարկե լավ կլինի շատ արհեստականորեն չերկարացնել, այսինքն եթե մենք գտնվում ենք այդ ընդհատվող սովապահության մեջ, intermittent fasting-ի մեջ, մենք հաճախ սուրճով կամ ինչ-որ բանով մեզ փորձում ենք պահել, քաղցրը չենք հարգում քաղցրի առաջին ազդակները, իսկ դա կարևոր սկզբունք է հարգել քաղցի ամենաառաջին ազդակը։ Երբ որ քաղց զգում ենք, մենք ուտում ենք, որովհետև երբ որ քաղցը շատանում է, մենք ուտելու ենք ավելի շատ, ինչքան էլ ուզում է փորձենք մեզ կառավարել։ Այսինքն առանց տեսնում ենք, թե երբ ենք իսկապես ցանկանում ուտել, ու սովորաբար դա մոտավոր նույն ժամը պետք է լինի, հա, օրգանիզմը չի սիրում այդքան վայրի վերումներ, մի օր ուտենք ժամը 7-ին, մի օր 1-ին, հնարավորինս այսպես ստաբիլ ինչ-որ ուտում ենք նախաճաշ, յուրաքանչյուր այսպես եթե մենք մշակույթի նախաճաշեր ուսումնասիրում ենք, բոլորը այսպես ճաշ են, հա, իրենք պարտադիր չի ինչ-որ թիթիզ նախաճաշին հատուկ ուտելիք լինի, կարող է լինի
հնդկածավար կամ կարտոֆիլով ձու, կարող է լինել կոտլետ, կարող է լինել, չգիտեմ, հա, այն ինչ որ հավի միս, ցանկացած բան կարող է նախաճաշ լինել, ձուն իհարկե, այսպես ամենա հայտնին է ինձ թվում է շատերիս մոտ, բայց ամեն դեպքում նորմալ նախաճաշել, որտեղ պետք է լինի եւ մանրաթելեր, այսինքն բանջարեղեն կամ այսպես թեկուզ լոբազգի, եթե հնարավոր է օրգանիզմը, եթե դա տանում է։ Ամեն դեպքում հնարավորինս ես սիրում եմ 3 B-երի կանոնը՝ բազմազան, բավարարող եւ բավարար քանակի։ Հապս է կառուցել։ Բազմազանություն տեսնենք այնտեղ, մեզ բավարարի ոչ թե միայն քանակը, այլ նաեւ ինչն է, հա, հասկանանք այդ բավարարվածության գործոնը, միգուցե ուզում ենք ինչ-որ թթու բան մեջ ավելացնել, միգուցե ուզում ենք ինչ-որ չոր խրթխրթան բան, միգուցե ավելի փափուկ, այսպես ապսեմ բավարարող լինի եւ բավարար քանակի, չվախենանք, որ պետք է մենք ուտենք շատ քիչ։ Լսելով մեր օրգանիզմին կհասկանանք որն է այդ քանակը, ամեն դեպքում ուտել։ Եթե ուզում ենք քաղցր, քաղցրի համար որպես այդպեսին տեղ պահել, այսինքն իմանալ, որ այդ մեր ափսեի շարունակությունը նաև լինելու է ինչ-որ մի քաղցր բան։ Հաճախ դա լինում է սուրճից հետո, սուրճի հետ քաղցր մի բան ուտելը, այսինքն մենք կերանք նախաճաշը, հետո խմեցինք սուրճը, հետո ինչ-որ քաղցր բանով։ Դա մեր օրգանիզմը դիտում է որպես մեկ ընդհանուր սննդընդունում, մեր օրինակ արյան շաքարը գլյուկոզան մեկ անգամ վերև է բարձրանում, ինսուլինը գալիս է այդ գլյուկոզային տանում է մեկ անգամ ու հետո հանգստանում է, հա։ Այսինքն փորձենք այսպես օրվա ընթացքում 3-4 անգամ նման սննդընդունումներ կազմակերպել։ Առնվազն էլի 3-ից 4 անգամ նորմալ սնվելով։ Միշտ չի, որ մենք պետք է պարտադիր քաղցրը հետևենք, քաղցր ուտենք դրանից հետո, եւ եթե մենք ամեն անգամ դա անում ենք, հասկանանք, որ փաստորեն ձևավորված ինչ որ վարք ունեմ, որը միգուցե այդքան էլ ես չեմ ուզում, բայց արդեն սովորություն եմ դարձրել։ Ամեն անգամ հետո մի քաղցր բան ուտել։ Հələ փորձեմ այսօր չուտեմ, աշխարհի վերջը չի։ Տեսնեմ ինչպես կլինի, հա։ Ու երբ որ մենք ինչքան սկսում ենք չարձագանքել էլի, ինչքան սկսում ենք այդ վարքը քանդել, այնքան մեր ուղեղում նոր ճանապարհ է ձևավորվում եւ սկսում ենք արդեն այդ ճանապարհով առաջ շարժվել։ Այսպես հատիկ-հատիկ, հա, էլի առանց ամեն ինչ կամ ոչինչի, աստիճանաբար։ Հիմնականում էլի սնունդը մենք պետք է նայում ենք ափսեին, տեսնում ենք, որ մեզ բավարար քանակ է, դանդաղ ծամելով, նորմալ ուտում ենք, դժվար է գիտեմ հաճախ էլի ծնողների համար, որովհետև այսպես անընդհատ ինչ որ աղմուկ է, բայց կարևոր է այդպես դանդաղ եւ հանգիստ վիճակում ընդունելը սնունդը ու հետո հասկանում ենք, եթե մենք կուշտ ենք, բավարարված ենք, հարմարավետորեն կուշտ ենք, ապա մենք ափսեն հեռու ենք դնում, միգուցե այնտեղ կա սնունդ, բայց ոչինչ, կարող ենք սնունդը պահել սառնարանում, հետո նորից ուտել, ամեն դեպքում չենք ավարտում ափսեն, որովհետև այն ափսեում կար ինչ-որ մի բան։ Սնունդի հետ կապված ուզում եմ տեսնել այլ բաներ, կարող եմ ասել, Իսկ օրինակ որ նշեցիր, պետք է նստել, հա, նստած դիրքով նորմալ ուտել։ Արդյոք վստահ եմ պատասխանը արդեն գիտեմ իհարկե որն է լինելու, բայց բնականաբար ճիշտ չի, երբ որ սնունդը ուղեկցվում է հեռախոսի այսպես ինչ որ մեջ ինչ որ մի բան նայելով, համակարգչի մոտ սնվելով, երբ որ մի գործ ես անում եւ միևնույն ժամանակ ուտում ես կամ հեռուստացույց դիտելու միջոցով, այս պարագայում երևի թե ենթադրում եմ, որ պետք է պարտադիր կենտրոնանալ եւ չշեղվել այլ բաների վրա, հա։ זאת ինչի, որովհետեւ այդ 3 B-երից բավարարվածության գործոնը մենք եւ քանակը, նաեւ բավարար քանակը տուժում են, որովհետեւ նախ մենք բավարարված միգուցե չզգանք, մենք ուտում ենք ու հետո չհասկացանք ինչ կերանք ու հետո գնանք սառնարանի դուռը անընդհատ բացենք ու ասենք ես բկլիկ եմ կամ քյուժ չունեմ, բայց չենք հասկանում, որ չէ, որովհետեւ ներկա չենք գտնվել մեր սննդի հետ, նորմալ չենք կերել, բավարարված չենք զգացել։ Եվ քանակն էլ, հա, որովհետեւ երբ որ մենք շեղված ենք լինում ուտելու ընթացքում, մենք միգուցե ուտենք ավելին, քան մեզ պետք է։ Հաճախ ինչ որ երեկույթների ժամանակ կամ տոնական միջոցառումների ժամանակ մենք ընկերների հետ զրուցում ենք ու հաճախ կարող է գերսնում ունենանք, որը որ նորմալ է, այսինքն այդ գերսնումները իհարկե չեն ենթադրում, որ մեզ մոտ կա խնդիր կամ խանգարում, դա շատ հատուկ է յուրաքանչյուրիս մոտ, բայց ինչի, որովհետև մեր ուշադրությունը շեղված է։ Իսկ եթե մենք նստում ենք, որը որ շատ հետաքրքիր է, որ հիմա ենք, հա, որ դրա մասին խոսում ենք ու բարձրաձայնում, բայց մարդու պատմության մեջ միշտ այդպես է եղել, այսինքն ինչ այլ շեղում չէ, նստում ես եւ անում ես այդ գործողությունը։ Ու ինձ թվում է դա նաեւ կյանքի մյուս ոլորտների վրա միանշանակ ունենա դրական ազդեցություն, այդ mindfulness ասվածը, հա, երբ որ մենք մտավոր ներկա ենք գտնվում եւ զգում ենք, թե ինչպես է սնունդը ներս մտնում, ինչ ենք զգում, ինչ համեր ենք զգում, հա, լեզվի վրա ինչպես ենք զգում եւ այդ ամենը էլի առաջադրանք է նաեւ մեր մտավոր
այսպես կյանքը զարգացնելու եւ մեր ինչու՞ չէ նաեւ հոգեվոր կյանքը զարգացնելու, որովհետեւ այդ ներկայի մեջ իհարկե շատ գաղտնիքներ կան թաքնված, իսկ հաճախ մենք իհարկե ցրողական վիճակում ենք գտնվում, աղմուկի մեջ ենք լինում։ Այո, միանշանակ իհարկե շատ լավ է, երբ որ մենք սեղանակիցներ ունենք, այսինքն այդ զրույցը եւ այլն դա կարող է շատ օգուտներ ունենալ, բայց հնարավորինս ուշադրությունը ամեն դեպքում դարձնել մեր ափսեին։ Ու մի քանի այսպես փոքրիկ միգուցե խորհուրդ, որ մարդիկ ավելի դանդաղ ուտեն, երբեմն սիրում եմ ասել, պատկերացրեք, որ տեսախցիկ կա ձեր առջև եւ ձեզ է տեսախցիկը անընդհատ նկարում եւ դա բոլորը տեսնում են եւ պետք է այսպես դանդաղ ուտեք կամ պատկերացրեք, որ դուք թագուհին եք կամ թագավորն եք եւ բոլորը ձեզ են նայում եւ պետք է այդպես դերախաղի ձևով դուք ինքներդ օրինակ ծառայելով դանդաղ վերցնել ծամել, որովհետև մի քիչ որ մենք այդպես սովորությունները փոխենք, կրկնությունը այս առումով շատ մեծ նշանակություն ունի եւ դա հաճախ կդառնա մեզ համար նոր սովորություն։ Իսկ որքանով հաճախ ենք մենք մեր քաղցի զգացողությունը եւ ծառավի զգացողությունը այսպես խառնում իրար, որովհետեւ ես նաեւ նկատել եմ, որ ինձ մոտ շատ հաճախ լինում է, որ թվում է թե քաղցած եմ եւ այսպես գնում եմ դեպի սառնարանը, բայց իրականում հասկանում եմ, որ միգուցե ջրի կարիք ունեմ եւ այսպես լավ չեմ հասկանում, թե իրականում օրգանիզմս ինձնից ինչ է ուզում ու ինչպես անել կամ կա ինչ-որ մի ստանդարտ քանակ, որ մարդ կարող է վերահսկել, որ օրվա ընթացքում բավարար քանակի ջուր խմել, թե արդյոք օրինակ պետք է քաղցի դեպքում առաջինը ջուր խմել, տեսնել արդյոք վերանում է քաղցի զգացողությունը, թե ոչ։ Շատ լավ բան հիշեցրեցիր, որի մասին մոռացել էի։ Այո, իհարկե ուղեղը խառնում է հաճախ այդ զգացողությունները ծարավի եւ քաղցի։ Թվեր ջրի հետ կապված իհարկե կան, հա, մենք գիտենք 1.5 լիտր օրական, 2 լիտրը էլի շատ անհատական է դա։ Ամեն դեպքում ինձ թվում է հաճախ շատերը խմում են շատ քիչ, քան պետք է, այնպես որ ավելացնել ջրի քանակը նորմալ էլի տրամաբանական դաշտում, այնպես չլինի, որ շատ ստիպողաբար ենք խմում ջուրը կամ չի ստացվում, մենք վատ ենք զգում, բայց շարունակում ենք խմել, այդպես պետք չի։ Ինչ վերաբերում է քաղց զգալուն եւ դա փորձել հասկանալ ջուր խմելով, այո, իհարկե, բայց նաև այստեղ էլի, հա, փորձենք տրամաբանությամբ հասկանալ, եթե մենք կերել ենք 4 ժամ առաջ, 3 ժամ առաջ, քաղց ենք զգում, ենթադրաբար քաղցած ենք, ֆիզիկական քաղց, իսկ դա պետք է երբևէ այսպես ականջի հետև չգցել եւ ինչպես նշեցի, հարգել այդ առաջին նշանները, բայց եթե մենք ունենք այդ իմպուլսը, մենք գիտենք, որ կերել ենք նոր օրենքով, այսպես ասած, պետք է նորմալ կուշտ լինենք, բայց ունենք այդ քաղցի զգացողությունը, իհարկե, անպայման ջուր խմել ու չի էլ խանգարի, նույնիսկ երբ որ քաղցած ենք իրականում մի հատ ջուր խմել, ամեն պարագայում, դա կլինի եւս 1 առիթ ջուր խմելու եւ նաեւ մեր այսպես օրգանիզմին ավելի լավ հասկանալու, որից հետո արդեն կարող ենք իհարկե, եթե զգում ենք, որ քաղցած ենք, էլի եմ ասում, հանկարծ չհետաձգել, դրա համար եթե մենք աշխատում ենք եւ հարմար չի լինում, ժամանակ չենք գտնում, ես սիրում եմ այդ պրակտիկ քաղցի տերմինը, հա, երբ որ մենք գիտենք, որ այս պահին այդքան էլ քաղցած չենք, բայց 1 ժամ հետո լինելու ենք շատ քաղցած, ավելի լավ է ես հիմա պրակտիկ է հիմա ուտելս, որովհետեւ դասս է սկսելու, որովհետեւ աշխատանքիս ընդմիջումը ավարտվեց, ոչ թե ես 1 ժամ հետաձգեմ, լինեմ գեր քաղցած, դրա համար գեր սնվեմ, հետո ինձ մեղավոր զգամ, որ փքվածություն միանշանակ կունենամ որովայնի, որովհետև արագ եմ կերել ու այսպես շղթայական ամեն ինչ վատ է աշխարհում, այդ բանի մեջ կմտնենք, դրա համար փոքր քայլերով կարող ենք իհարկե այդ շղթայական ռեակցիան փոխել։ Շատ լավ, ինձ թվում է շատ հետաքրքիր էր ու շատ օգտակար կարող է լինի, ինձ համար որ շատ հետաքրքիր էր։ Հիմա այսպես երևի թե ավելի դեպի ամփոփելուն որ գնանք, կուզենայի նաև խոսեինք վարքային, այսինքն կամ ոչ թե վարքային, այլ մարդու մարմնի հետ իր փոխհարաբերություններում որքան կարևոր է արտաքին աշխարհի արձագանքը եւ օրինակ գուցե խորհուրդներ, թե ինչ չասել մարդկանց, որը կարող է գուցե հանգեցնել դիմացինի մոտ մարմնի հետ կապված ինչ-որ մի խնդրի կամ ինչ-որ մի էմոցիոնալ արձագանքի, ինձ համար ոսկե կանոն է ընդհանրապես որևիցե բան մարմնի հետ կապված մարդուն չասել, այսինքն անգամ եթե մարդը շատ մեծ քանակի քաշ է կորցրել, չփորձել դա ինչ-որ դրական ձևով քաջալերել եւ ասել այնքան լավ է, որ քաշ ես կորցրել եւ այլն, այլ ավելի նեյտրալ մոտենալ այդ հարցին, որովհետեւ կարծում եմ
ամեն մեկս չգիտի, թե դիմացինը ինչի միջով է անցնում, ինչպես է կորցրել կամ հավաքել քաշը, ինչ պատճառներ կան հետևում եւ ինձ համար ավելի անվտանգ մոտեցում է ընդհանրապես այդ թեմային մոտ չգնալը եւ ինչքանով է ճիշտ օրինակ երբ որ մարդիկ քեզ տեսնում են ասում են տեսքդ շատ լավ է, ահագին քաշ ես կորցրել, քեզ սազում է կամ ընդհակառակը քաշ ես ավելացրել եւ քեզ սազում է մի խոսքով որոնք են այն արտահայտությունները, որոնք գուցե ապահով չէ օգտագործել, որպեսզի այսպես տրիգերել մարդկանց ինչ որ այդպես մարմնի հետ կապված տարբեր խնդիրներ ունենալու։ Դες ինչ բախտավոր են քո շուրջը գտնվող մարդիկ, ովքեր որ կարող են այդ առումով որևէ բացասական խթան չզգալ, որովհետև մենք նախ առաջինը պետք է իսկապես մեզնից սկսենք, բոլորիս մոտ ինձ թվում է մարդը այդպիսին է, որ մենք ունենք այսպես դատողականություն, հա, judgment ասվածը, այսինքն մենք իհարկե կարող է տեսնենք ինչ որ մեկին եւ տեսնենք, որ դիմացինը քաշ է կորցրել, տեսնենք, նկատենք, որ դիմացինը քաշ է ավելացրել։ Դա չի նշանակում, որ մենք դառնում ենք այսպես չգիտեմ, հա, անհաղորդ կամ չենք հասկանում կամ չենք տեսնում։ Սա իրականում ոնց որ դու նշեցիր, գիտակից որոշում է ճիշտ կերպով եւ առողջ կերպով այդ ամենը արտահայտելու կամ միգուցե չարտահայտելու, ինչպես նշեցիր։ Ինձ թվում է առհասարակ, այո, արտաքին տեսքի մեկնաբանություններից զերծ մնալը ինքը շատ ոսկե լավ կանոն կարող է լինել, մանավանդ եթե իհարկե խոսքը վերաբերում է հենց քաշի տատանումներին, հա, մենք կարող ենք ասել, վայ ինչ պայծառ տեսք ունես, վայ ինչ գեղեցիկ տեսք ունես, հա, կամ ինչպես որ ցանկանում ենք, բայց ամեն դեպքում դա վերագրել քաշի կորստին կամ քաշի ավելացմանը շատ կարող է այդ փակ դռների հետևում տվյալ մարդու համար ունենալ մեծ նշանակություն ու հենց այդպես էլ կա։ Ես չեմ կարող հաշվել, թե քանի դեպքերի եմ առնչվում, երբ մարդիկ, ովքեր լուրջ տարիների, հա, տասնյակ տարիների սննդային վարքի խանգարում ունեն եւ փորձում եմ իրենց հիշեցնել կամ իրենք փորձում են հիշել որտեղից է սկսել, հաճախ դա մեկ այսպես անմեղ մեկնաբանություն է իրենց հարևանի, իրենց քեռու կամ նույնիսկ տան անդամի ու իհարկե տան անդամներին, այդ նույն հարևաններին առաջին հայացքից մեղադրել պետք չէ, որովհետև իրանք էլ այդ մշակույթում են մեծացել, իրենք նույն ավելի վատ իրենք իրենց մասին են խոսում, բայց մենք պետք է առաջինը սկսենք մեր շրջապատից, մենք լինենք այն մարդը, ով որ շրջապատում բացի մեկնաբանություններ չանելուց չի անընդհատ խոսում այդ դիետաներից, այդ ամեն ինչից, որովհետև էլի ես շատ ասել եմ, երբևէ որևէ սննդային վարքի մարմնի հետ կապված խնդիր չի բուժվում ընկերուհիների, տան անդամների այդ սեղանի մոտ խոսակցություններից, հա, որ այս մեկը այս դիետան արեց, վայ տեսեք ոնց անի հարել, մանավանդ եթե տանը կան երեխաներ, դա պետք է առհասարակ արգելված թեմա լինի, եւ երեխաները որպես այդպեսին բնականաբար այդ ամենը չեն էլ տեսնում կամ նկատում։ Այսինքն հասկանանք, որ մենք ունենք իրականում մեծ ներգործություն մեր շրջապատի հանդեպ եւ մենք ինքներս մեզ սկսելով ինքներս մեր հանդեպ էլ, հա, ես հիմա չգիտեմ իհարկե քեզ մոտ ինչպես է գրետ, բայց միգուցե քո հանդեպ այդքան բարի չես, քան օրինակ այլ մարդկանց հանդեպ, երբ որ ինքդ չգիտեմ քո մասին զրուցում ես կամ դրա համար շատ կարեւոր է նախ հնարավորինս ներքուստ սկսել, մենք ինքներս մեր մարմնին չտանք այդ մեկնաբանությունները, լինենք նեյտրալ։ Okay, եթե ավելացրել եմ քաշս, ես ընդունում եմ, տեսնում եմ, աչքեր ունեմ, տեսնում եմ, okay, այդպես է հիմա իմ մարմինը։ Ունեմ նախընտրություն, փորձեմ աշխատել, դա իմ գերնպատակը չէ եւ այլն, հա։ Դիմացինների հետ կապված էլ, այո, ինչպես նշեցինք, փորձել զերծ մնալ ու եթե զգում ենք, որ մեր հարևանը միգուցե հեռու ենք ավելի շատ, բայց ամեն դեպքում ընտանիքի անդամը, ընկերուհին զգում ենք, որ ունի նման խնդիր, օգնությունը կլինի, ինձ թվում է, իրենց ոչ թե այսպես ճնշել, հա, որ վայ, տեսնում եմ, որ դու ունես ինչ-որ գերսնման խնդիր կամ տեսնում եմ, որ դու անընդհատ սննդի մասին ես մտածում, այլ փորձել ինչ-որ, եթե ուզում ենք օգնել, փորձենք հեռվից մոտենալ, միգուցե ինչ-որ օրինակ բերել, որ վայ, այս մարդը այսպես գիտես, այս խնդիրն ուներ, բայց աշխատեց եւ արդեն իրեն լավ է զգում երրորդ անձի մասին։ Ու ամեն դեպքում նաեւ հասկանանք, որ մենք ամբողջովին չենք կարող կառավարել դիմացինին, հա, ինքը պետք է հասկանա, որ ունի խնդիր եւ դիմի օգնության, բայց զգույշ լինենք այն մեր հարազատների, ընկերների հանդեպ, ովքեր որ վստահաբար ունեն ինչ-որ խնդիրներ։ Շատ լավ։ Իսկ հիմա եթե այսպես վերջին երևի թե ամփոփիչ հարցը, որ դեպքում մարդը արդեն պետք է իմանա, որ արդեն դա վերջին, այսպես ասած, վերջին դեպքն է կամ վերջին այսպես հասել է կետին, որ ինքը պետք է
տարբերի օգնությանը, օրինակ քեզ նման մասնագետի հետ աշխատելու համար։ Ինձ թվում է մարդիկ այդ ներքուստ ունեն այդ զգացողությունը, հա, թեկուզ ինտուիտիվ կերպով եւ իրենք հասկանում են, որ գուցե ունեն գիտելիք, բայց այլևս ռեսուրս չունեն այդ ամենը անելու, այսինքն իրենց պետք է կողքից օժանդակություն։ Միգուցե իրենք հետաձգում են, որովհետև մտածում են, որ լավ, էս էլ փորձեմ, բայց ազնիվ լինելով իրենց հետ, զգում են, որ վերջին ամիսները կամ տարին, նույնիսկ տարիները իրենք նույն բանի շուրջ են պտտվում, դա նշան է, որ մենք պետք է դիմենք օգնության եւ պետք չէ օգնության բնականաբար դիմելուց վախենալ, երբեմն միգուցե 1-2 խորհրդատվությունը կարող է բավարար լինել մարդուն իր զգացմունքները կամ վարքը ճիշտ տարակներում դասավորելու համար, քանի դեռ շատ չի խորացել, երբեմն իհարկե դա երկարատև աշխատանք է եւ նաեւ կարևոր է թիմ հավաքել, հա, չեմ ասում դա միանգամից անել, բայց երբեմն այս խնդիրը մի հոգու շնորհիվ չի լուծվում, իհարկե կարող է այդպես էլ լինել, բայց երբեմն մեզ անհրաժեշտ է նաև օրինակ հոգեբան եւ որովհետեւ հիմնականում այս խնդրի շուրջ կամ տակը նաև թաքնված են տարբեր ենթագիտակցական մակարդակում գտնվող էմոցիոնալ խնդիրներ, հավատալիքներ, տրավմաներ, որոնց շուրջ մենք այն օրինակ, հա, երբ որ ես աշխատում եմ կամ սննդային վարքի խանգարման մասնագետ, ինքը իր մասնագիտության շրջանակներում կարող է աշխատել, բայց դրանից ավել խորացումներ իհարկե չի կարող եւ հոգեբանին դիմել նաեւ, այսինքն ինչ որ առումով թիմ հավաքել, մեզ օգնող անձնակազմ, ում շնորհիվ շարժվել առաջ ու էլի իմանալ, որ սա ճանապարհ է, սա մեկ քայլանի լուծում չէ եւ կարող է տարիներ տևել, որպեսզի լիարժեք սննդի հետ ձեռք բերենք առողջ խաղաղ հարաբերություն, որը ճկուն է, որը անընդհատ ամեն դեպքում ինքը ունի փոփոխելու հնարավորություն։ Մենք այսպես ստատիկ ինչ-որ բանի հետևից չենք ընկնում։ Շատ լավ։ Այդա ջան, շատ շնորհակալ եմ։ Ինձ թվում է շատ հետաքրքիր զրույց եղավ։ Կարծում եմ շատ տարբեր թեմաներ քննարկեցինք եւ գուցե հետագայում անենք երկրորդ մաս եւ տարբեր այլ ուղղություններով էլ շարժվենք, այնքան բազմաշերտ թեմա է, որ վստահ եմ, որ շատ բաներ գուցե քննարկեցինք, բայց շատ բաներ էլ գուցե ժամանակ չգտնվեց քննարկելու։ Քեզ շատ շնորհակալ եմ քո ժամանակի, գիտելիքի, քո փորձով կիսվելու եւ այսպես վերջին, եթե ինչ որ մի բան կա, որ օրինակ մտածում էր, որ կուզենաս կիսվելու, այսպես ամփոփիչ, եթե կա նման բան կարող ենք անդրադառնալ եւ այսպես ամփոփենք արդեն։ Վերջին բանը երևի կուզենամ ասել, որ ընդունել մարմինը չի նշանակում մարմինը սիրել, չի նշանակում ասպես ամեն օր սեփական մարմնին սիրո խոստովանություն անել եւ դրան չենք մենք ձգտում, որովհետեւ այսպես խոսեցինք մարմնի մասին ու հաճախ մարդկանց թվում է, որ ես ուրեմն արհեստականորեն պետք է լավ բաներ ասեմ, բայց այդպես չեմ զգում։ Ընդունել, ուզում եմ, որ յուրաքանչյուրս թեկուս այս podcast-ը լսելուց հետո մտածենք մենք ինչպես ենք մեր մարմնին հարգում, որովհետև ընդունել նշանակում է նաև հարգել առաջին հերթին, եւ ինչպես կարող ենք մեր մարմնին ավելի հարգել, եթե դա նշանակում է, որ այն կողմ դնել այն բոլոր հագուստը, որը մեզ փոքր է եւ մեզ մարմնին տալ այնպիսի հագուստ, որում ինք ամենահարմարն է զգում, եթե դա նշանակում է չթաքնվել նկարներում ինչ որ մարդու հետևում, որպեսզի մենք ավելի մեծ չերևանք, որովհետև դա էլի հարգանք չէ, ինչպես կարող ենք մենք մեր մարմնին ավելի հարգել, որովհետև միայն հարգանքի շնորհիվ է, որ մեր մարմինը կարող է մեզ հետ փոխգործակցել, համագործակցել։ Հակառակ դեպքում ում մենք կարող ենք անարգել կամ վատ բաներ ասել կամ չսիրել եւ սпасել, որ ինքը մեզ հետ պետք է ինչ-որ գործ ունենա։ Կթողնեն մեզնից կհեռանան։ Մեր մարմինն էլ այդպեսին է, հա, ինքը համագործակցում է միայն, երբ մենք հանգիստ ընդունման եւ հարգանքի տեղից ենք։ Շատ ճիշտ բան ասացիր, ինձ հետ էլ սենց արձագանքեց այսպես ասած, որովհետև ոնց որ ասեցիր, շատ հաճախ ուղղակի ընդունելը, որ ինչ որ մի բան գուցե կատարյալ չի եւ տեղ կա աշխատելու եւ դա նորմալ է եւ նաեւ չվախենալ, որ դիմացիները դա կնկատեն, ինձ թվում է դա ինչ որ մի հատ քայլ է, որի միջով անցնում ես, այնպես որ կարծում եմ հենց գուցե երիտասարդ աղջիկներին, դեռահաս աղջիկներին, ցանկացած տարիքի կանանց սա կարձագանքի, այնպես որ շնորհակալ եմ այդ ամփոփման համար ու կարծում եմ երևի թե այսքանը շատ հաճելի էր, շատ հետաքրքիր էր ու քեզ շատ շնորհակալ եմ էլի այս զրույցի համար։ Ես էլ քեզ եմ շնորհակալ Գրետա ջան, հուսով եմ, որ դեռ կխոսենք այս ամենի մասին եւ էլի այս հարթակը տրամադրելու համար շնորհակալ եմ ու քեզ կանաչ YouTube-յան ճանապարհ։ Շնորհակալ եմ։